Այս պահին, երբ դուք նստած եք եւ լսում այս խոսքերը, ձեր մարմնի յուրաքանչյուր ատոմ շարժվում է տիեզերքում հսկայական արագությամբ։ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ 1600 կմ/ժ արագությամբ։ Մեր մոլորակը պտտվում է արեգակի շուրջ 30 կմ/վայրկյանում։ Ամբողջ արևային համակարգը սլանում է Ծիրկաթի գալակտիկայի միջով 240 կմ/վայրկյանում։ Իսկ ինքը գալակտիկան, միասին մեզ հետ, շարժվում է տիեզերքի խորքերի ուղղությամբ 600 կմ/վայրկյանում արագությամբ։ Բայց կա եւս մեկ շարժում, որը շատ ավելի սարսափելի է։ Տիեզերքը ինքը, տարածությունը, որի մեջ գտնվում ենք մենք բոլորս, ընդարձակվում է։ Եվ ոչ միայն ընդարձակվում է, այն արագանում է։ 2011 թվականին երեք աստղագետ Սոլ Պերլմուտերը, Բրայան Շմիդտը եւ Ադամ Ռիսը ստացան Նոբելյան մրցանակ այն բանի համար, որ հայտնաբերեցին մի բան, որը փոխեց մեր ամբողջ պատկերացումը տիեզերքի ճակատագրի մասին։ Նրանք ուսումնասիրում էին հեռավոր սուպերնովաներ, պայթող աստղեր, որոնք միլիարդավոր լուսատարիներ հեռու են մեզանից։ Նրանք ակնկալում էին հայտնաբերել, որ տիեզերքի ընդարձակումը դանդաղում է ձգողականության ազդեցությամբ, բայց տվյալները ցույց տվեցին հակառակը։ Տիեզերքը ընդարձակվում էր ավելի ու ավելի արագ։ Կարծես որ մի անտեսանելի ուժ հրում էր գալակտիկաները միմյանցից հեռու, ավելի ու ավելի մեծ արագությամբ։ Այս հայտնագործությունը ստիպեց գիտնականներին ընդունել մի բան, որը հնչում էր գրեթե ֆանտաստիկ։ Տիեզերքի ընդհանուր զանգվածի եւ էներգիայի 68% բաղկացած է մի բանից, որը մենք չենք տեսնում, չենք զգում եւ չենք հասկանում։ Նրանք անվանեցին այն մութ էներգիա։ Ոչ թե այն պատճառով, որ այն մութ է գույնով, այլ այն պատճառով, որ այն լիովին անտեսանելի է մեր բոլոր գործիքների համար։ Մութ էներգիան չի փոխազդում լույսի հետ։ Այն չի արձակում ճառագայթում, այն չի կլանում ճառագայթում։ Միակ ապացույցը դրա գոյության մասին դա դրա ազդեցությունն է տիեզերքի ընդարձակման վրա։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք հսկայական օվկիանոսի ափին։ Ալիքները հեռանում են ափից, բայց յուրաքանչյուր նոր ալիք հեռանում է ավելի արագ, քան նախորդը։ Առաջին ալիքը շարժվում է 1 մետր/վայրկյանում, երկրորդը 2 մետր, երրորդը 4 մետր։ Արագությունը կրկնապատկվում է անընդհատ։ Սա է տիեզերքի ընդարձակման էությունը։ Բայց ի տարբերություն ալիքների, որոնք շարժվում են ջրի մեջ, տիեզերքում շարժվում է ինքը տարածությունը։ Նոր տարածություն ծնվում է գալակտիկաների միջև, յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր պահ։ Հարվարդ-Սմիթսոնյան աստրոֆիզիկայի կենտրոնի աստղագետ Ավի Լոեբը 2019 թվականին հրապարակեց հետազոտություն, որը ցույց տվեց սարսափելի իրականություն։ Մութ էներգիան ոչ միայն հրում է գալակտիկաները հեռու, այն անում է դա այնքան արագ, որ մեծ մասը տիեզերքի արդեն անհասանելի է դարձել մեզ համար։ Լույսը, որը մեկնել է այդ գալակտիկաներից այսօր, երբեք չի հասնի մեզ։ Տարածությունը ընդարձակվում է ավելի արագ, քան լույսը կարող է ճանապարհորդել դրա միջով։ Մտածեք այս մասին։ Դուք կանգնած եք շարժվող մայթի վրա, որը տանում է ձեզ առաջ։ Դուք փորձում եք վազել հակառակ ուղղությամբ, բայց մայթը շարժում է ավելի արագ, քան դուք կարող եք վազել։ Անկախ նրանից, թե որքան ջանք եք գործադրում, դուք հեռանում եք ձեր նպատակակետից։ Սա է լույսի իրավիճակը այն գալակտիկաների դեպքում, որոնք գտնվում են այսպես կոչված տիեզերական հորիզոնից այն կողմ։ Լույսը ճանապարհորդում է դեպի մեզ իր առավելագույն արագությամբ՝ 300,000 կմ/վայրկյանում։ Բայց տարածությունը, որի միջով այն ճանապարհորդում է, ընդարձակվում է ավելի արագ։ 2019 թվականին Լոեբը եւ նրա գործընկեր Դան Մեյմը հաշվարկեցին, թե քանի գալակտիկա կարող ենք մենք տեսնել այսօր եւ քանիսը կարող ենք տեսնել ապագայում։ Արդյունքները սարսափելի էին։ Այսօր մենք կարող ենք դիտել մոտավորապես 2 տրիլիոն գալակտիկա մեր դիտելի տիեզերքում, բայց մութ էներգիայի ազդեցությամբ այդ թիվը կրճատվում է յուրաքանչյուր վայրկյան։ Գալակտիկաները չեն ոչնչանում, նրանք պարզապես հեռանում են այնքան արագ, որ նրանց լույսը երբեք չի կարող հասնել մեզ։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք հսկայական գրադարանում։ Այս գրադարանը պարունակում է ամբողջ մարդկային գիտելիքը, բայց յուրաքանչյուր րոպե գրքերը սկսում են անհետանալ դարակներից։ Ոչ թե այն պատճառով, որ դրանք այրվում են կամ ոչնչանում են, պարզապես դրանք հեռանում են այնքան արագ, որ դուք չեք կարող հասնել դրանց։ Դուք տեսնում եք դրանք, դուք գիտեք, որ դրանք գոյություն ունեն, բայց դուք երբեք չեք կարող կարդալ դրանք։ Սա է տիեզերքի ճակատագիրը։ Տեղեկատվությունը, գալակտիկաները, աստղերը բոլորը հեռանում են մեր հասանելիությունից։ Բայց ինչու է սա տեղի ունենում։ Ինչու է տիեզերքը ընդարձակվում ավելի ու ավելի արագ։ Պատասխանը կայանում է մութ էներգիայի բնույթում։ Ի տարբերություն նյութի, որը ձգողականությամբ ձգում է առարկաները միմյանց, մութ էներգիան ունի հակառակ էֆեկտ։ Այն ունի բացասական ճնշում։ Այն հրում է տարածությունը ընդարձակվելու։ Եվ որքան ավելի շատ տարածություն է ստեղծվում, այնքան ավելի շատ մութ էներգիա է հայտնվում։
Որովհետև մութ էներգիան չի նոսրանում հնդարձակման հետ, դրա խտությունը մնում է հաստատուն։ Մտածեք դրա մասին։ Երբ դուք ունեք 1 խորանարդ մետր տարածություն, այն պարունակում է որոշակի քանակությամբ մութ էներգիա։ Երբ տիեզերքը ընդարձակվում է եւ այդ 1 խորանարդ մետրը դառնում է 2 խորանարդ մետր, մութ էներգիայի ընդհանուր քանակությունը կրկնապատկվում է։ Էներգիան չի գալիս որևէ տեղից, այն պարզապես ստեղծվում է տարածության հետ միասին։ Սա խախտում է էներգիայի պահպանման օրենքը, ինչպես մենք հասկանում ենք այն մեր առօրյա կյանքում։ Բայց տիեզերական մասշտաբներում այս օրենքը չի գործում այնպես, ինչպես մենք սովորել ենք դպրոցում։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբան ֆիզիկոս Շոն Քերոլը 2010 թվականին բացատրեց, որ մութ էներգիան կարող է լինել տարածության ինքնին հատկությունը։ Այն կարող է լինել այն, ինչ Ալբերտ Այնշտայնը անվանել էր կոսմոլոգիական հաստատուն։ 1917 թվականին, երբ Այնշտայնը մշակում էր իր ընդհանուր հարաբերականության տեսությունը, նա հայտնաբերեց, որ նրա հավասարումները կանխատեսում էին ընդարձակվող կամ կծկվող տիեզերք։ Բայց այն ժամանակ բոլորը հավատում էին, որ տիեզերքը ստատիկ է, անփոփոխ։ Այնշտայնը ավելացրեց մի լրացուցիչ տերմին իր հավասարումներին՝ կոսմոլոգիական հաստատությունը, որպեսզի տիեզերքը մնա անշարժ։ Բայց 1929 թվականին ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը հայտնաբերեց, որ գալակտիկաները իսկապես հեռանում են միմյանցից։ Տիեզերքը ընդհանրացակվում էր։ Այնշտայնը անվանեց իր կոսմոլոգիական հաստատությունը իր կյանքի ամենամեծ սխալը։ Նա հեռացրեց այն իր հավասարումներից։ Բայց ինչպես պարզվեց 80 տարի անց, Այնշտայնը սխալվել էր իր սխալի մասին։ Կոսմոլոգիական հաստատությունը գոյություն ուներ, այն էր մութ էներգիան։ Այժմ պատկերացրեք մի բան անհավատալի։ Տարածությունը, որը մենք մտածում ենք որպես դատարկություն, իրականում լի է էներգիայով։ Քվանտային մեխանիկան ասում է, որ նույնիսկ վակուումը, լիովին դատարկ տարածությունը, եռում է վիրտուալ մասնիկներով, որոնք անընդհատ ծնվում եւ ոչնչանում են։ Այս քվանտային տատանումները ստեղծում են էներգիա, եւ հնարավոր է, որ այս վակուումային էներգիան է այն, ինչ մենք դիտում ենք որպես մութ էներգիա։ Բայց այստեղ կա մի հսկայական խնդիր։ Երբ ֆիզիկոսները փորձում են հաշվարկել, թե որքան վակուումային էներգիա պետք է լինի տարածությունում, հիմնվելով քվանտային տեսության վրա, նրանք ստանում են թիվ, որը 120 կարգով ավելի մեծ է, քան այն, ինչ մենք դիտում ենք։ Սա ամենամեծ անհամապատասխանությունն է ամբողջ ֆիզիկայի պատմության մեջ։ Տեսությունը եւ դիտումները տարբերվում են 1-ի եւ 120 զրոյի հարաբերությամբ։ Մտածեք այս թվի մասին։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք կանխատեսել ձեր քաշը։ Ձեր հաշվարկները ասում են, որ դուք պետք է կշռեք 1, որին հետևում են 120 կիլոգրամ։ Սա ավելի շատ է, քան ամբողջ դիտելի տիեզերքի զանգվածը, բազմապատկված միլիարդավոր անգամներով։ Բայց երբ դուք կոկանգնում եք կշեռքի վրա, դուք տեսնում եք, որ ձեր իրական քաշը 80 կիլոգրամ է։ Սա է իրավիճակը մութ էներգիայի հետ։ Մենք չգիտենք, թե ինչու մեր հաշվարկները այդքան սխալ են։ Կեմբրիջի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Փոլ Դիրակը մեկ անգամ ասել է, որ ավելի լավ է ունենալ մոտավոր պատասխան ճիշտ հարցին, քան ճշգրիտ պատասխան սխալ հարցին։ Հնարավոր է, որ մենք տալիս ենք սխալ հարց մութ էներգիայի մասին։ Հնարավոր է, որ մեր հասկացողությունը քվանտային մեխանիկայի եւ ընդհանուր հարաբերականության մասին անկատար է։ Հնարավոր է, որ կա ինչ-որ ավելի խորը տեսություն, որը միավորում է այս երկու տեսությունները եւ բացատրում մութ էներգիան։ Բայց անկախ նրանից, թե ինչ է մութ էներգիան, դրա էֆեկտները բացարձակապես իրական են։ Գալակտիկաները հեռանում են, տիեզերքը ընդարձակվում է ավելի ու ավելի արագ։ Ես սա ունի խորը հետևանքներ մեր ապագայի համար։ Ոչ միայն մարդկության ապագայի համար, այլ ամբողջ տիեզերքի ապագայի համար։ Օքսֆորդի համալսարանի աստղաֆիզիկոս Պեդրո Ֆերեյրան 2014 թվականին հրապարակեց հետազոտություն, որը ցույց տվեց, թե ինչպես կփոխվի տիեզերքը հաջորդ տրիլիոն տարիների ընթացքում։ Նրա հաշվարկները ցույց տվեցին, որ մութ էներգիան կշարունակի ընդարձակել տիեզերքը ավելի ու ավելի արագ, մինչև որ գալակտիկաները կդառնան այնքան հեռու միմյանցից, որ նրանց միջև ոչ մի կապ չի մնա։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք մի փոքր կղզու վրա հսկայական օվկիանոսում։ Շուրջ բոլորը կան այլ կղզիներ, որոնք դուք կարող եք տեսնել հորիզոնում։ Բայց յուրաքանչյուր օր այդ կղզիները հեռանում են ավելի ու ավելի հեռու։ Սկզբում դուք կարող եք տեսնել դրանց լույսերը գիշերվա ժամանակ։ Հետո դուք կարող եք տեսնել միայն ամենամոտ կղզիները, ապա նույնիսկ դրանք անհետանում են հորիզոնից։ Վերջապես դուք մնում եք միայնակ ձեր կղզու վրա, շրջապատված անվերջ օվկիանոսով, առանց որևէ նշանի, որ այլ կղզիներ երբևէ գոյություն են ունեցել։ Սա է մեր տեղական գալակտիկաների խմբի ճակատագիրը։ Ծիր կաթը, Անդրոմեդան եւ մոտ 50 այլ փոքր գալակտիկաներ, որոնք կազմում են մեր տեղական խումբը, կմնան միասին ձգողականության ազդեցությամբ։
Բայց բոլոր մյուս գալակտիկաները, միլիարդավորները, որոնք մենք տեսնում ենք այսօր մեր հեռադիտակներով, կհեռանան։ Նրանց լույսը կդառնա ավելի ու ավելի կարմիր, տարածության ընդարձակման պատճառով։ Ապա այն կդառնա ինֆրակարմիր, ապա միկրոալիքային ճառագայթում, ապա այն կանհետանի ամբողջովին։ Հազվագյուտ տարիներ անց աստղագետները, որոնք կապրեն մեր գալակտիկայում, կնայեն երկինք և կտեսնեն միայն մեր տեղական խմբի գալակտիկաները։ Նրանք չեն տեսնի ոչ մի հեռավոր գալակտիկա, նրանք չեն տեսնի տիեզերքի ընդարձակումը, նրանք չեն տեսնի մեծ պայթյունից մնացած ճառագայթումը։ Նրանք կմտածեն, որ տիեզերքը բաղկացած է միայն մի քանի գալակտիկաներից, որոնք լողում են անվերջ դատարկության մեջ։ Դրանք չեն իմանա, որ երբևէ եղել են տրիլիոնավոր այլ գալակտիկաներ։ Սա նշանակում է, որ մենք ապրում ենք հատուկ ժամանակաշրջանում տիեզերքի պատմության մեջ։ Մենք ապրում ենք այն ժամանակ, երբ տիեզերքը բավականաչափ հին է, որպիսի աստղերը և գալակտիկաները ձևավորվեն, բայց բավականաչափ երիտասարդ, որպիսի մենք դեռ կարողանանք տեսնել հեռավոր տիեզերքը։ Մենք ապրում ենք այն պատուհանում, երբ տիեզերքը բացահայտում է իր գաղտնիքները։ Միլիարդավոր տարիներ անց այդ պատուհանը կփակվի, բայց մութ էներգիայի ազդեցությունը չի սահմանափակվում միայն գալակտիկաների անհետացմամբ։ Այն ազդում է նաև աստղերի, մոլորակների և նույնիսկ ատոմների ճակատագրի վրա։ Տիեզերքի ընդարձակումը շարունակվելու է, արագանալու է, մինչև որ հասնի մի կետի, երբ նույնիսկ ատոմները կքանդվեն։ Դարտմութի քոլեջի տեսաբան ֆիզիկոս Ռոբերտ Քալդվելը 2003 թվականին առաջարկեց սցենար, որը նա անվանեց մեծ ճեղքում։ Եթե մութ էներգիան ոչ միայն հաստատուն է, այլ աճում է ժամանակի ընթացքում, ապա տիեզերքի ընդարձակումը կարագանա այնքան, որ վերջապես կգերազանցի նույնիսկ ատոմների ներսում գործող ուժերը։ Սկզբում կքանդվեն գալակտիկաները, ապա աստղային համակարգերը, ապա մոլորակները, ապա ատոմները։ Ամեն ինչ կպատրվի մաստիկների։ Բայց նույնիսկ եթե մութ էներգիան մնում է հաստատուն, տիեզերքի ճակատագիրը դեռ սարսափելի է։ Աստղերը կշարունակեն այրել իրենց վառելիքը։ Նոր աստղեր կձևավորվեն ավելի ու ավելի դանդաղ տեմպերով, քանի որ գազը և փոշին կսպառվեն։ Վերջապես, տրիլիոն տարիներ անց վերջին աստղը կմարի։ Տիեզերքը կմտնի այն, ինչ աստղագետները անվանում են աստղերի դարաշրջանի ավարտ։ Պատկերացրեք երկինք առանց աստղերի, ոչ մի փայլող կետ, ոչ մի լույս, միայն սև անդունդ, որը տարածվում է բոլոր ուղղություններով։ Միակ լույսի աղբյուրները կլինեն սև անցքերը, որոնք դանդաղորեն կլանում են մնացած նյութը և արձակում են Հոքինգի ճառագայթում։ Բայց նույնիսկ սև անցքերը չեն հավերժական։ Սթիվեն Հոքինգը 1974 թվականին ցույց տվեց, որ սև անցքերը դանդաղորեն գոլոշանում են, արձակելով ճառագայթում։ Սև անցքի գոլոշացման ժամանակը կախված է դրա զանգվածից։ Փոքր սև անցքերը գոլոշանում են արագ։ Հսկայական սև անցքերը, որոնք գտնվում են գալակտիկաների կենտրոններում և ունեն միլիոնավոր կամ միլիարդավոր արեգակային զանգվածներ, կապրեն անհավատալի երկար։ Բայց նույնիսկ նրանք վերջապես կգոլոշանան։ Հաշվարկները ցույց են տալիս, որ սև անցքը, որը ունի 1 միլիարդ արեգակային զանգված, կգոլոշանա մոտավորապես 1, որին հետևում են 100 տարիներ անց։ Սա թիվ է, որը գրեթե անհնար է պատկերացնել։ Տիեզերքի ներկայիս տարիքը մոտավորապես 13 միլիարդ 700 միլիոն տարի է։ Սա 1, որին հետևում են 10 0։ Բայց սև անցքերի գոլոշացման ժամանակը 1 է, որին հետևում են 100 0։ Տիեզերքը պետք է դառնա 10 միլիարդ 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 անգամ ավելի հին, քան այն այժմ է։ Երբ վերջին սև անցքը գոլոշանա, տիեզերքը կմտնի իր վերջնական վիճակ։ Այն կլինի լի միայն ֆոտոններով, լույսի մասնիկներով, էլեկտրոններով, պոզիտրոններով և նեյտրինոներով, որոնք կլողան անվերջ ընդարձակվող տարածության մեջ։ Այս մասնիկները կլինեն այնքան հեռու միմյանցից, որ նրանք երբեք չեն հանդիպի։ Ջերմաստիճանը կլինի գրեթե բացարձակ 0, ոչ մի շարժում, ոչ մի փոփոխություն, ոչ մի կյանք։ Սա է այն, ինչ ֆիզիկոսները անվանում են ջերմային մահ։ Բայց նույնիսկ այս վերջնական վիճակում տիեզերքը չի դադարի ընդարձակվել։ Մութ էներգիան կշարունակի հրել տարածությունը ավելի ու ավելի մեծ դառնալու։ Մասնիկները կհեռանան միմյանցից ավելի ու ավելի արագ։ Վերջապես, յուրաքանչյուր մասնիկ կլինի այնքան հեռու բոլոր մյուսներից, որ այն կլինի իր սեփական տիեզերքում։ Լիովին մեկուսացված, լիովին միայնակ, հավերժ։ Սա է տիեզերքի ճակատագիրը, ինչպես մենք հասկանում ենք այն այսօր։ Բայց արդյոք սա անխուսափելի է։ Արդյոք կա ինչ-որ ելք։ Արդյոք մութ էներգիան կարող է փոխվել ժամանակի ընթացքում։
Արդյոք կա ինչ-որ ուժ, որը կարող է դանդաղեցնել կամ կանգնեցնել ընդարձակումը։ Կալիֆոռնիայի համալսարանի Բերքլիի աստղագետ Ալեքս Ֆիլիպենկոն 2011 թվականին ասաց, որ մենք չգիտենք, թե արդյոք մութ էներգիան իսկապես հաստատուն է։ Հնարավոր է, որ այն փոխվում է ժամանակի ընթացքում։ Հնարավոր է, որ այն դանդաղորեն թուլանում է, կամ հնարավոր է, որ այն ուժեղանում է։ Մենք չգիտենք։ Քանի որ մենք դիտել ենք մութ էներգիան միայն վերջին 25 տարիների ընթացքում, սա շատ կարճ ժամանակ է տիեզերական մասշտաբներով։ Եթե մութ էներգիան թուլանում է, ապա տիեզերքի ընդարձակումը կարող է դանդաղել։ Հնարավոր է, որ ձգողականությունը վերջապես կհաղթի և տիեզերքը կսկսի կծկվել։ Սա կտանի այն, ինչ աստղագետները անվանում են մեծ կծկում։ Բոլոր գալակտիկաները կսկսեն մոտենալ միմյանց։ Տիեզերքը կդառնա ավելի ու ավելի խիտ, ավելի ու ավելի տաք։ Վերջապես ամեն ինչ կհամախմբվի մեկ կետում, նման մեծ պայթյունին, բայց հակառակ ուղղությամբ։ Բայց եթե մութ էներգիան ուժեղանում է, ապա տիեզերքի ճակատագիրը կարող է լինել նույնիսկ ավելի սարսափելի, քան ջերմային մահը։ Սա կտանի մեծ ճեղքմանը, որի մասին խոսեցինք ավելի վաղ։ Տիեզերքը կպատրվի մաստիկների, ամեն ինչ կոչնչանա մի վերջնական կատաստրոֆիկ պահի մեջ։ Բայց կա նաև երրորդ հնարավորություն։ Հնարավոր է, որ մութ էներգիան մնում է հաստատուն, ինչպես մենք դիտում ենք այն այսօր։ Այս դեպքում տիեզերքը կշարունակի ընդարձակվել հավերժ, դանդաղորեն մոտենալով ջերմային մահվան վիճակին։ Սա ամենահավանական սցենարն է, հիմնվելով մեր ներկայիս դիտումների վրա։ Բայց անկախ նրանից, թե որ սցենարն է ճիշտ, մեկ բան հստակ է։ Տիեզերքը, ինչպես մենք ճանաչում ենք այն, ունի սահմանափակ կյանք։ Աստղերը չեն փայլի հավերժ, գալակտիկաները չեն մնա տեսանելի հավերժ։ Նույնիսկ ատոմները, որոնք կազմում են մեր մարմինները, մեր մոլորակը, ամեն ինչ, ինչ մենք տեսնում ենք, վերջապես կքանդվեն կամ կցրվեն անվերջ տարածության մեջ։ Սա կարող է թվալ դեպրեսիվ, բայց կա նաև գեղեցկություն այս իրականության մեջ։ Մենք ապրում ենք այն հազվագյուտ պահին, երբ տիեզերքը լի է աստղերով, գալակտիկաներով, մոլորակներով և կյանքով։ Մենք ապրում ենք այն ժամանակ, երբ տիեզերքը բավականաչափ հին է, որպիսի բարդ կառուցվածքները ձևավորվեն, բայց բավականաչափ երիտասարդ, որպիսի դեռ լի է էներգիայով և լույսով։ Մտածեք դրա մասին։ Տիեզերքի ամբողջ պատմությունը, ամբողջ դրա անհավատալի տևողությունը, տասնյակ միլիարդավոր տարիներից մինչև անհավատալի հեռավոր ապագան, մեծ մասը կլինի մութ, սառը և դատարկ։ Բայց հենց հիմա, այս պահին, մենք ապրում ենք այն կարճ ժամանակահատվածում, երբ տիեզերքը կենդանի է, երբ այն լի է հրաշքներով, երբ այն թույլ է տալիս մեզ գոյություն ունենալ, մտածել, զգալ և հասկանալ։ Բայց ինչպես մենք իմանում ենք այս ամենը։ Ինչպես մենք կարող ենք լինել այդքան վստահ մութ էներգիայի գոյության մասին, երբ մենք չենք կարող տեսնել այն, շոշափել այն կամ ուղղակիորեն դիտել այն։ Պատասխանը կայանում է այն մեթոդներում, որոնք աստղագետները օգտագործում են տիեզերքը ուսումնասիրելու համար։ Երբ աստղագետները ուզում են չափել տիեզերքի ընդարձակումը, նրանք օգտագործում են մի գործիք, որը կոչվում է ստանդարտ մոմ։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք մութ դաշտում գիշերվա ժամանակ։ Հեռվում դուք տեսնում եք լույսեր։ Ինչպես կարող եք որոշել, թե որքան հեռու են այդ լույսերը։ Եթե դուք գիտեք, թե որքան պայծառ է յուրաքանչյուր լույսի աղբյուրը իրականում, դուք կարող եք համեմատել դրա իրական պայծառությունը այն պայծառության հետ, որը դուք տեսնում եք։ Որքան ավելի մգ է լույսը, այնքան ավելի հեռու է այն։ Սուպերնովաները, պայթող աստղերը և բնության ստանդարտ մոմերը։ Կա մի հատուկ տեսակ սուպերնովա, որը կոչվում է տիպ Յ։ Այս սուպերնովաները ստեղծվում են, երբ սպիտակ թզուկ աստղը, մեռած աստղի մնացորդը, կլանում է նյութ իր ուղեկից աստղից։ Երբ սպիտակ թզուկը հասնում է որոշակի զանգվածի, մոտավորապես 1,4 արեգակային զանգվածի, այն պայթում է։ Եվ քանի որ բոլոր տիպ Յ սուպերնովաները պայթում են նույն զանգվածի ժամանակ, դրանք բոլորը ունեն գրեթե նույն պայծառությունը։ 2011 թվականին Նոբելյան մրցանակ ստացած աստղագետները ուսումնասիրեցին հարյուրավոր տիպ Յ սուպերնովաներ տարբեր հեռավորությունների վրա։ Նրանք չափեցին, թե որքան պայծառ էին այդ սուպերնովաները և որքան արագ էին հեռանում մեզանից։ Արդյունքները ցույց տվեցին մի բան անսպասելի։ Հեռավոր սուպերնովաները, այն սուպերնովաները, որոնց լույսը ճանապարհորդել է միլիարդավոր տարիներ մեզ հասնելու համար, էին ավելի մգ, քան պետք է լինեին։ Սա նշանակում էր, որ նրանք ավելի հեռու էին, քան ակնկալվում էր։ Բայց ինչու։ Պատասխանը կայանում էր տիեզերքի ընդարձակման մեջ։ Երբ լույսը ճանապարհորդում է տարածության միջով, տարածությունը ինքը ընդարձակվում է։ Սա ձգում է լույսի ալիքները, դարձնելով դրանք ավելի երկար։ Աստղագետները անվանում են սա կարմրային տեղաշարժ, քանի որ լույսը տեղաշարժվում է դեպի կարմիր, ավելի երկար ալիքների երանգը։
Որքան ավելի շատ է տարածությունը ընդարձակվել, այնքան ավելի մեծ է կարմրային տեղաշարժը։ Հիմա պատկերացրեք, որ դուք չափում եք երկու սուպերնովա։ Առաջինը պայթել է 3 միլիարդ տարի առաջ, երկրորդը պայթել է 6 միլիարդ տարի առաջ։ Եթե տիեզերքը ընդարձակվում էր հաստատուն արագությամբ, երկրորդ սուպերնովան պետք է լիներ ճիշտ կրկնակի հեռավորության վրա։ Բայց դիտումները ցույց տվեցին, որ երկրորդ սուպերնովան ավելի հեռու էր, քան կրկնակի հեռավորությունը։ Սա նշանակում էր, որ տիեզերքը ընդարձակվում էր ավելի արագ վերջին 3 միլիարդ տարիների ընթացքում, քան այն ընդարձակվում էր նախորդ 3 միլիարդ տարիների ընթացքում։ Բայց սուպերնովաները միակ ապացույցը չեն մութ էներգիայի գոյության մասին։ Կա նաև տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը, ԿՄՖ։ Սա ճառագայթումն է, որը մնացել է մեծ պայթյունից։ Երբ տիեզերքը ընդամենը 380 հազար տարեկան էր, այն բավականաչափ սառեց, որպիսի ատոմները ձևավորվեն։ Մինչ այդ պահը տիեզերքը եղել է անթափանց պլազմայի մի ծով, բայց երբ ատոմները ձևավորվեցին, լույսը կարողացավ ազատորեն ճանապարհորդել առաջին անգամ։ Այդ լույսը դեռ լողում է տիեզերքում այսօր, 13 միլիարդ 700 միլիոն տարի անց։ 2003 թվականին Վիլկինսոնի միկրոալիքային անիզոտրոպիայի հետազոտիչ ՎՄԱՀ Արբանյակը ստեղծեց ամենամանրամասն քարտեզը ԿՄՖ-ի։ Այս քարտեզը ցույց տվեց փոքրիկ տատանումներ ճառագայթման ջերմաստիճանում։ Այս տատանումները ներկայացնում էին խտության փոքր տարբերությունները վաղ տիեզերքում։ Այն տարածքները, որոնք ավելի խիտ էին, վերջապես դարձան գալակտիկաներ և գալակտիկաների կույտեր։ Այն տարածքները, որոնք պակաս խիտ էին, դարձան տիեզերքի դատարկ տարածքները։ Բայց ԾՄՖ-ի քարտեզը բացահայտեց ավելին, քան պարզապես խտության տատանումները։ Այն ցույց տվեց տիեզերքի երկրաչափությունը։ Ընդհանուր հարաբերականությունը կանխատեսում է, որ տիեզերքի երկրաչափությունը կախված է դրա ընդհանուր էներգիայի խտությունից։ Եթե տիեզերքը պարունակում է շատ նյութ և էներգիա, այն կլինի փակ, նման գնդակի մակերեսին։ Եթե այն պարունակում է քիչ նյութ և էներգիա, այն կլինի բաց, նման թամբի մակերեսին։ Եթե այն պարունակում է ճիշտ այն քանակությունը, որը կոչվում է կրիտիկական խտություն, այն կլինի հարթ, նման անվերջ հարթության։ ԾՄՖ-ի դիտումները ցույց տվեցին, որ տիեզերքը գրեթե կատարյալ հարթ է։ Սա նշանակում էր, որ տիեզերքի ընդհանուր էներգիայի խտությունը շգյայի խտությունը շատ մոտ է կրիտիկական խտությանը։ Բայց երբ աստղագետները հաշվեցին ամբողջ տեսանելի նյութը, աստղերը, գազը, փոշին և ավելացրին մութ նյութը, անտեսանելի նյութը, որը բացահայտվում է միայն իր ձգողական ազդեցությամբ, նրանք հայտնաբերեցին, որ այս ամենը կազմում էր միայն 32% կրիտիկական խտությունից։ Մնացած 68%-ը պետք է լիներ ինչ-որ այլ բան։ Այդ ինչ-որ այլ բանը մութ էներգիան էր։ 2013 թվականին Պլանկ-Արբանյակը ՎՄԱՀ-ի ավելի ճշգրիտ հաջորդը հաստատեց այս արդյունքները նույնիսկ ավելի մեծ ճշգրտությամբ։ Պլանկի դիտումները ցույց տվեցին, որ տիեզերքը բաղկացած է 68.8% մութ էներգիայից, 26.2% մութ նյութից և միայն 4.9% սովորական նյութից, այն նյութից, որից կազմված են աստղերը, մոլորակները և մենք։ Սա նշանակում է, որ ամեն ինչ, ինչ մենք տեսնում ենք, ամեն ինչ, ինչ մենք ճանաչում ենք, կազմում է տիեզերքի ընդամենը 5%-ից պակաս։ Մտածեք այս մասին մի պահ։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք մի հսկայական քաղաքում։ Դուք տեսնում եք շենքերը, փողոցները, մարդկանց։ Բայց հանկարծ ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ այս ամենը, բոլոր շենքերը, բոլոր փողոցները, բոլոր մարդիկը կազմում են միայն 5% քաղաքից։ Մնացած 95%-ը անտեսանելի է։ Դուք չեք կարող տեսնել այն, բայց այն այնտեղ է, ազդում է ամեն ինչի վրա։ Սա է մեր իրավիճակը տիեզերքում։ Բայց ինչպես կարող ենք մենք ուսումնասիրել մի բան, որը անտեսանելի է։ Պատասխանը կայանում է անուղղակի մեթոդներում։ Մութ էներգիան չի փոխազդում լույսի հետ, բայց այն ազդում է տիեզերքի ընդարձակման վրա։ Եվ տիեզերքի ընդարձակումը ազդում է այն բանի վրա, թե ինչպես են գալակտիկաները բաշխված տարածության մեջ։ Պատկերացրեք, որ դուք նետում եք հազարավոր գնդակներոտ։ Եթե ձգողականությունը միակուժն է, գնդակները կսկսեն ընկնել և կհավաքվեն խմբերի։ Բայց եթե կա նաև մի ուժ, որը հրում է գնդակները հեռու միմյանցից, խմբերը կձևավորվեն այլ կերպ։ Գալակտիկաները նման են այդ գնդակներին։ Ձգողականությունը ձգում է դրանք միասին, ստեղծելով գալակտիկաների կույտեր և սուպերկույտեր։ Բայց մութ էներգիան հրում է դրանք հեռու, դանդաղեցնելով կույտերի աճը։ 2016 թվականին Սլոանի թվային երկնային ակնարկի STEA աստղագետները ավարտեցին ամենամեծ եռաչափ քարտեզը տիեզերքի։
Նրանք չափեցին ավելի քան 1 միլիոն գալակտիկաների դիրքերը եւ հեռավորությունները։ Այս քարտեզը ցույց տվեց, թե ինչպես են գալակտիկաները բաշխված տարածության մեջ ձևավորելով հսկայական ցանց, նման սարդի։ Գալակտիկաները կենտրոնացած են թելերի եւ հանգույցների վրա, իսկ հսկայական դատարկ տարածքները, անունով դատարկություններ, առանձնացնում են դրանք։ Բայց ամենակարևորը այն էր, որ Սթիայի քարտեզը թույլ տվեց աստղագետներին չափել բարիոնային ակուստիկ տատանումները՝ BAT։ Սա հնչում է բարդ, բայց հայեցակարգը պարզ է։ Վաղ տիեզերքում, նախքան ատոմները ձևավորվելը, նյութը եւ ճառագայթումը փոխազդում էին, ստեղծելով ձայնային ալիքներ պլազմայում։ Այս ալիքները տարածվում էին որոշակի հեռավորության վրա, նախքան տիեզերքը սառչեց բավականաչափ, որպիսի ատոմները ձևավորվեն։ Այդ հեռավորությունը, մոտավորապես 450 միլիոն լուսատարի, տպավորվեց տիեզերքի կառուցվածքի վրա։ Այսօր, երբ մենք նայում ենք գալակտիկաների բաշխմանը, մենք տեսնում ենք, որ գալակտիկաները ունեն փոքր-ինչ ավելի մեծ հավանականություն լինել 450 միլիոն լուսատարի հեռավորության վրա միմյանցից։ Սա նման է ձայնային ալիքի արձագանքին, որը սառեցվել է տիեզերքի կառուցվածքում։ Եվ չափելով այս հեռավորությունը տարբեր ժամանակներում տիեզերքի պատմության մեջ, աստղագետները կարող են որոշել, թե ինչպես է տիեզերքը ընդարձակվել ժամանակի ընթացքում։ BAT-ի չափումները հաստատեցին սուպերնովաների եւ ծմփի արդյունքները։ Տիեզերքը իսկապես ընդարձակվում էր արագացող տեմպերով։ Մութ էներգիան իսկապես գոյություն ուներ։ Բայց այս երեք տարբեր մեթոդները՝ սուպերնովաները, ծմփ եւ BAT-ը, տվեցին փոքր-ինչ տարբեր արդյունքներ մութ էներգիայի քանակի համար։ Այս տարբերությունները պունները փոքր էին, բայց դրանք բավականաչափ մեծ էին, որպիսի աստղագետները անհանգստանան։ 2019 թվականին աստղագետները սկսեցին խոսել այն մասին, ինչ նրանք անվանեցին Հաբլի լարվածություն։ Երբ նրանք չափեցին տիեզերքի ընդարձակման արագությունը, օգտագործելով մոտակա գալակտիկաները եւ սուպերնովաները, նրանք ստացան մեկ արժեք։ Երբ նրանք հաշվեցին ընդարձակման արագությունը, օգտագործելով CMFF-ի դիտումները վաղ տիեզերքից, նրանք ստացան այլ արժեք։ Երկու արժեքները տարբերվում էին մոտավորապես 9%-ով։ 9% կարող է թվալ փոքր, բայց տիեզերաբանության մեջ սա հսկայական տարբերություն է։ Սա նման է այն բանին, երբ երկու տարբեր ջերմաչափ տալիս են տարբեր ջերմաստիճաններ նույն սենյակի համար։ Կամ մեկը սխալ է, կամ ինչ-որ բան տեղի է ունենում, որը մենք չենք հասկանում։ Հաբլի լարվածությունը դարձավ մեծագույն խնդիրներից մեկը ժամանակակից տիեզերաբանության մեջ։ Կան մի քանի հնարավոր բացատրություններ Հաբլի լարվածության համար։ Հնարավոր է, որ մեր չափումները ունեն համակարգային սխալներ։ Հնարավոր է, որ մութ էներգիան փոխվում է ժամանակի ընթացքում։ Հնարավոր է, որ կա նոր ֆիզիկա, որը մենք դեռ չենք հայտնաբերել։ Կամ հնարավոր է, որ տիեզերքը ավելի բարդ է, քան մենք մտածում ենք։ Շիկագոյի համալսարանի աստղագետ Վենդի Ֆրիդմանը 2021 թվականին առաջարկեց, որ խնդիրը կարող է լինել այն բանում, թե ինչպես ենք մենք չափում հեռավորությունները տիեզերքում։ Աստղագետները օգտագործում են այսպես կոչված տիեզերական հեռավորության սանդուղք։ Նրանք սկսում են մոտակա աստղերով, որոնց հեռավորությունները կարող են չափել ուղղակիորեն։ Ապա նրանք օգտագործում են այդ աստղերը որպես ստանդարտ մոմեր, չափելու ավելի հեռավոր աստղերը։ Ապա նրանք օգտագործում են այդ ավելի հեռավոր աստղերը չափելու գալակտիկաները։ Յուրաքանչյուր քայլ ավելացնում է անորոշություն։ Բայց կա նաև ավելի հետաքրքիր հնարավորություն։ Հնարավոր է, որ մութ էներգիան իսկապես փոխվում է ժամանակի ընթացքում։ Եթե մութ էներգիան ուժեղանում է, ապա տիեզերքը կընդարձակվի ավելի արագ ապագայում, քան այն ընդարձակվել է անցյալում։ Սա կբացատրի, թե ինչու մոտակա գալակտիկաների դիտումները տալիս են ավելի բարձր ընդարձակման արագություն, քան CMF-ի դիտումները վաղ տիեզերքից։ Կեմբրիջի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Ջորջ Էվստաթյուն 2018 թվականին առաջարկեց, որ մութ էներգիան կարող է լինել դինամիկ դաշտ, որը փոխվում է ժամանակի եւ տարածության մեջ։ Նա անվանեց այն քվինտեսենցիա, 5-րդ էությունը։ Ի տարբերություն կոսմոլոգիական հաստատունի, որը մնում է անփոփոխ, քվինտեսիան կարող է ուժեղանալ կամ թուլանալ ժամանակի ընթացքում։ Եթե քվինտեսենցիան ուժեղանում է, ապա տիեզերքի ճակատագիրը կարող է լինել մեծ ճեղքումը։ Եթե այն թուլանում է, ապա տիեզերքը կարող է վերջապես դադարել ընդարձակվելուց եւ սկսել կծկվել։ Եթե այն մնում է հաստատուն, ապա տիեզերքը կշարունակի ընդարձակվել հավերժ, մոտենալով ջերմային մահվան վիճակին։ Բայց որpիսի իմանանք, թե որ սցենարն է ճիշտ, մենք պետք է շարունակենք դիտել տիեզերքը ավելի ու ավելի մեծ ճշգրտությամբ։ 2022 թվականին Ջեյմս Ուեբի տիեզերական հեռադիտակը JUICE սկսեց իր գործունեությունը։ Սա ամենահզոր հեռադիտակն է, որ երբևէ կառուցվել է։ Դրա հայելին 6.5 մետր է տրամագծով,
ավելի քան 6 անգամ ավելի մեծ, քան Հաբլի տիեզերական հեռադիտակի հայելին։ Ջութը նախագծված է դիտելու ինֆրակարմիր լույսը, այն լույսը, որը արձակվում է ամենահեռավոր գալակտիկաներից։ Ջութի առաջին դիտումները բացահայտեցին գալակտիկաներ, որոնք ձևավորվել են ընդամենը 200 միլիոն տարի անց մեծ պայթյունից։ Սա շատ ավելի վաղ է, քան աստղագետները ակնկալում էին։ Այս վաղ գալակտիկաները նաև ավելի մեծ և ավելի զարգացած էին, քան տեսությունները կանխատեսում էին։ Սա ստիպեց աստղագետներին վերանայել իրենց մոդելները գալակտիկաների ձևավորման մասին։ Բայց ջութը նաև դիտում է սուպերնովաներ և չափում է դրանց հեռավորությունները և արագությունները ավելի մեծ ճշգրտությամբ, քան երբևէ հնարավոր է եղել։ Այս դիտումները կօգնեն լուծել Հաբլի լարվածությունը և կբացահայտեն, թե արդյոք մութ էներգիա փոխվում է ժամանակի ընթացքում։ Եթե ջութը հայտնաբերի, որ մութ էներգիան իսկապես փոխվում է, սա կլինի հեղափոխություն մեր հասկացողության մեջ տիեզերքի մասին։ Բայց ջութը միակ գործիքը չէ, որը աստղագետները օգտագործում են ուսումնասիրելու մութ էներգիան։ 2023 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը գործարկեց Եվկլիդ արբանյակը։ Եվկլիդը նախագծված է քարտեզագրելու միլիարդավոր գալակտիկաների ձևերը և դիրքերը։ Երբ լույսը ճանապարհորդում է հեռավոր գալակտիկաներից մեզ, այն անցնում է մոտակա գալակտիկաների և մութ նյութի կույտերի կողքով։ Այդ զանգվածների ձգողականությունը թեքում է լույսի ճանապարհը, նման ոսպնյակի, որը թեքում է լույսը։ Այս էֆեկտը կոչվում է ձգողական ոսպնյակ։ Երբ աստղագետները դիտում են հեռավոր գալակտիկաների ձևերը, նրանք տեսնում են, որ այդ ձևերը փոքրինչ աղավաղված են ձգողական ոսպնյակի պատճառով։ Չափելով այս աղավաղումները, աստղագետները կարող են քարտեզագրել մութ նյութի բաշխումը տիեզերքում։ Եվ քանի որ մութ էներգիան ազդում է այն բանի վրա, թե ինչպես է մութ նյութը բաշխված, Եվկլիդի դիտումները կտան նոր տեղեկություններ մութ էներգիայի բնույթի մասին։ Չիլիում Վերա Ռուբին աստղադիտարանը կառուցվում է։ Այս աստղադիտարանը կունենա 8,4 մետր հայելի և հսկայական տեսախցիկ, որը կարող է լուսանկարել ամբողջ երկինքը յուրաքանչյուր 3 գիշեր։ 10 տարիների ընթացքում Վերա Ռուբինը կստեղծի ամենամանրամասնը ֆիլմը տիեզերքի մասին, որ երբևէ ստեղծվել է։ Այն կհայտնաբերի միլիոնավոր սուպերնովաներ, կքարտեզագրի միլիարդավոր գալակտիկաներ և կտա անգին տվյալներ մութ էներգիայի մասին։ Բայց թերևս ամենահետաքրքիր գործիքը, որը աստղագետները պլանավորում են օգտագործել, կլինի ձգողական ալիքների դիտարկումները։ 2015 թվականին լազերային ինտերֆերոմետրային ձգողական ալիքային աստղադիտարանը (LITSA) առաջին անգամ հայտնաբերեց ձգողական ալիքները։ Սրանք ալիքներ են տարածության ինքնին մեջ, որոնք ստեղծվում են, երբ հսկայական զանգվածները արագանում են։ LITSA-ն հայտնաբերեց ձգողական ալիքներ, որոնք ստեղծվել էին երկու սև անցքերի միաձուլման ժամանակ։ Ապագայում տիեզերական ձգողական ալիքների դիտարկումները, ինչպիսին է պլանավորված լազերային ինտերֆերոմետրային տիեզերական անտենան (LITA), կարող են հայտնաբերել ձգողական ալիքներ ավելի հեռավոր աղբյուրներից։ Այս ալիքները կտան նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես է տարածությունը ընդարձակվում և ինչպես է մութ էներգիան ազդում այդ ընդարձակման վրա։ Բայց նույնիսկ այս բոլոր հզոր գործիքներով մութ էներգիան մնում է խորհուրդ։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի։ Մենք գիտենք, որ այն կազմում է տիեզերքի մեծ մասը։ Մենք գիտենք, որ այն հրում է տիեզերքը ընդարձակվելու ավելի ու ավելի արագ։ Բայց մենք չգիտենք, թե ինչ է այն։ Մենք չգիտենք, թե ինչու է այն գոյություն ունենում։ Մենք չգիտենք, թե արդյոք այն կմնա հաստատուն, թե կփոխվի ժամանակի ընթացքում։ Կան տեսություններ իհարկե։ Ֆիզիկոսները առաջարկել են տասնյակ տարբեր բացատրություններ մութ էներգիայի համար։ Ոմանք ասում են, որ այն վակուումային էներգիան է, քվանտային տատանումների էներգիան դատարկ տարածության մեջ։ Ուրիշներ ասում են, որ այն նոր դաշտ է, նման էլեկտրամագնիսական դաշտին, բայց ավելի թույլ և ավելի տարածված։ Երրորդները ասում են, որ մեր հասկացողությունը ձգողականության մասին սխալ է, և մենք պետք է փոփոխենք։ Այնշտայնի ընդհանուր հարաբերականության տեսությունը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբան ֆիզիկոս Ալան Գութը, որը առաջարկեց տիեզերքի ինֆլյացիայի տեսությունը, 2014 թվականին ասաց, որ մութ էներգիան կարող է լինել կապված ինֆլյացիայի հետ։ Ինֆլյացիան այն տեսությունն է, որ տիեզերքը անցել է անհավատալի արագ ընդարձակման փուլ, մեծ պայթյունից անմիջապես հետո։ Այս ընդարձակումը տևել է միայն մի փոքրիկ կոտորակ վայրկյանի, բայց այն ընդարձակել է տիեզերքը միլիարդավոր անգամներով։ Գութը առաջարկեց, որ նույն դաշտը, որը պատճառ դարձավ ինֆլյացիային, կարող է դեռ գոյություն ունենալ այսօր շատ ավելի թույլ ձևով։ Այդ դաշտը կարող է լինել մութ էներգիան։ Եթե սա ճիշտ է, ապա մութ էներգիան և ինֆլյացիան կապված են, երկուսն էլ դրսևորումներ են նույն հիմնարար դաշտի։
Սա կլինի գեղեցիկ միավորում երկու ամենամեծ խորհուրդների՝ ինչպես սկսվեց տիեզերքը եւ ինչպես կավարտվի այն։ Բայց կա նաև ավելի արմատական հնարավորություն։ Հնարավոր է, որ մութ էներգիան ընդհանրապես իրական չէ։ Հնարավոր է, որ այն միայն ախտանիշ է ավելի խորը խնդրի։ Հնարավոր է, որ մեր հասկացողությունը տարածության եւ ժամանակի մի մասին սխալ է։ Պրինսթոնի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Ջոան Մալդասենան 2011 թվականին առաջարկեց, որ մեր տիեզերքը կարող է լինել հոլոգրամ։ Հոլոգրամային սկզբունքը ասում է, որ ամբողջ տեղեկատվությունը եռաչափ տիեզերքի մասին կարող է կոդավորվել երկչափ մակերեսի վրա։ Սա նման է այն բանին, ինչպես հոլոգրամը երկչափ պատկեր է, որը պարունակում է եռաչափ տեղեկատվություն։ Եթե մեր տիեզերքը հոլոգրամ է, ապա այն, ինչ մենք ընկալում ենք որպես մութ էներգիա, կարող է լինել միայն արտացոլում ավելի հիմնարար իրականության, որը գոյություն ունի ավելի ցածր չափումներում։ Սա կփոխի ամբողջ մեր հասկացողությունը տիեզերքի մասին։ Սա կնշանակի, որ տարածությունը եւ ժամանակը, ինչպես մենք ճանաչում ենք դրանք, չեն հիմնարար։ Դրանք ծագում են ավելի խորը իրականությունից, որը մենք դեռ չենք հասկանում։ Կալիֆոռնիայի համալսարանի Սանտա Բարբարայի տեսաբան ֆիզիկոս Ջո Պոլչինսկին, որը մահացել է 2018 թվականին, նվիրեց իր կյանքը ուսումնասիրելու լարերի տեսությունը։ Լարերի տեսությունը առաջարկում է, որ ամենափոքր մասնիկները բնության մեջ չեն կետային մասնիկներ, այլ փոքրիկ տատանվող լարեր։ Այս տեսությունը կանխատեսում է, որ կան լրացուցիչ չափումներ տարածության, ավելի քան 3 չափումները, որոնք մենք ճանաչում ենք։ Պոլչինսկին ցույց տվեց, որ լարերի տեսությունը կարող է բացատրել մութ էներգիան որպես էֆեկտ այդ լրացուցիչ չափումների։ Հնարավոր է, որ մութ էներգիան արտահոսք է էներգիայի այդ լրացուցիչ չափումներից մեր եռաչափ տիեզերք։ Կամ հնարավոր է, որ մեր տիեզերքը լողում է բարձր չափումային տարածության մեջ, եւ մութ էներգիան ազդեցությունն է այդ բարձր չափումային տարածության մեր տիեզերքի վրա։ Բայց լարերի տեսությունը, հոլոգրամային սկզբունքը եւ բոլոր այլ տեսությունները մնում են ենթադրություններ։ Մենք չունենք ուղղակի ապացույց դրանցից որևէ մեկի համար։ Մենք չունենք եղանակ փորձարկելու դրանք մեր ներկայիս տեխնոլոգիայով։ Մութ էներգիան մնում է մեծագույն խորհուրդը ժամանակակից ֆիզիկայում։ Բայց թերևս ամենասարսափելի բանը մութ էներգիայի մասին չէ, այն, ինչ մենք չգիտենք դրա մասին։ Այն է այն, ինչ մենք գիտենք դրա էֆեկտների մասին։ Մենք գիտենք, որ մութ էներգիան հրում է գալակտիկաները հեռու ավելի ու ավելի արագ։ Մենք գիտենք, որ տիեզերքը դառնում է ավելի ու ավելի դատարկ յուրաքանչյուր վայրկյան։ Մենք գիտենք, որ ապագան կլինի սառը, մութ եւ միայնակ։ Բայց կա մի բան, որը մենք հաճախ մոռանում ենք, երբ մտածում ենք տիեզերքի ճակատագրի մասին։ Այն ժամանակային մասշտաբներն են։ Երբ մենք ասում ենք, որ վերջին աստղը կմարի տրիլիոն տարիներ անց, կամ որ վերջին սև անցքը կգոլորշանա մեկ, որին հետևում են 100 տարիներ անց, այս թվերը այնքան հսկայական են, որ դրանք գրեթե անիմաստ են մարդկային մասշտաբներով։ Մտածեք դրա մասին այսպես. Մարդկությունը գոյություն ունի մոտավորապես 200,000 տարի։ Քաղաքակրթությունը գոյություն ունի մոտավորապես 10,000 տարի։ Գրավոր լեզուն գոյություն ունի մոտավորապես 5,000 տարի։ Ժամանակակից գիտությունը գոյություն ունի մոտավորապես 400 տարի։ Այս ամբողջ ժամանակը, ամբողջ մարդկային պատմությունը փոքրիկ կոտորակ է տիեզերքի տարիքի։ Եվ այն անհամեմատ ավելի փոքր կոտորակ է այն ժամանակի, որը տիեզերքը դեռ ունի առջևում։ Երկրի վրա կյանքը գոյություն ունի մոտավորապես 3 միլիարդ 700 միլիոն տարի։ Այս ամբողջ ժամանակահատվածում կյանքը էվոլյուցիայի միջոցով փոխվել է պարզ միջավայրերից բարդ բազմաբջիջ օրգանիզմների։ Այն ստեղծել է անհավատալի բազմազանություն, միլիոնավոր տեսակներ, որոնք ապրել են եւ մեռել են։ Այն ստեղծել է մարդկությունը, միակ տեսակը, որը մենք գիտենք, որ կարող է հասկանալ տիեզերքը։ Բայց նույնիսկ այս 3 միլիարդ 700 միլիոն տարին փոքրիկ կոտորակ է այն ժամանակի, որը Արեգակը դեռ կփայլի։ Արեգակը կշարունակի այրել իր վառելիքը եւս մոտավորապես 5 միլիարդ տարի։ Ապա այն կսկսի ընդարձակվել, դառնալով կարմիր հսկա։ Այն կկլանի Մերկուրին, Վեներան եւ հավանաբար Երկիրը։ Վերջապես այն կթափի իր արտաքին շերտերը եւ կդառնա սպիտակ թզուկ, դանդաղորեն սառչող մնացորդ, որը կշարունակի փայլել տրիլիոնավոր տարիներ։ Բայց նույնիսկ եթե մարդկությունը գոյատևի Արեգակի մահից, գուցե տեղափոխվելով այլ աստղային համակարգ, մենք դեռ կբախվենք մութ էներգիայի էֆեկտներին։ Գալակտիկաները կշարունակեն հեռանալ։ Տիեզերքը կշարունակի դառնալ ավելի մութ եւ ավելի դատարկ։
Վերջապես, նույնիսկ եթե մարդկությունը կամ դրա հաջորդները տարածվեն ամբողջ գալակտիկայում, նրանք կմեկուսացվեն մնացած տիեզերքից։ Սա բարձրացնում է հետաքրքիր հարց. արդյոք կարող է կյանքը գոյատևել այդքան երկար։ Արդյոք կարող է քաղաքակրթությունը շարունակվել տրիլիոնավոր տարիներ։ Արդյոք կարող է բանականությունը պահպանվել այնքան երկար ժամանակ։ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Նիկ Բոստրոմը 2002 թվականին հրապարակեց աշխատություն, որը փոխեց մեր մտածելակերպը քաղաքակրթության երկարաժամկետ ապագայի մասին։ Նա հարց տվեց. եթե տիեզերքը կապրի անհավատալի երկար ժամանակ, ինչու մենք ապրում ենք հենց հիմա, այս կոնկրետ պահին։ Վիճակագրորեն, եթե բանականությունը կարող է գոյատևել տրիլիոնավոր տարիներ, ապա ամենահավանականն այն է, որ մենք պետք է ապրեինք ապագայում, ոչ թե անցյալում կամ ներկայում։ Սա կոչվում է Domesday փաստարկ։ Պատկերացրեք, որ դուք ընտրված եք պատահականորեն բոլոր մարդկանցից, ովքեր երբևէ ապրել են, ապրել են կամ կապրեն։ Որն է հավանականությունը, որ դուք կլինեք առաջին 100 միլիարդ մարդկանցից։ Եթե ընդհանուր թիվը տրիլիոն է, ապա հավանականությունը շատ ցածր է։ Բայց եթե ընդհանուր թիվը միայն 100 միլիարդ է, ապա հավանականությունը շատ ավելի բարձր է։ Domesday փաստարկը ասում է, որ մեր գոյությունը հենց հիմա ցույցում է, որ մարդկությունը հավանաբար չի գոյատևի շատ երկար։ Բայց այս փաստարկը ունի լուրջ թերություններ։ Այն ենթադրում է, որ բոլոր դիտորդները հավասարապես հավանական են, բայց հնարավոր է, որ ապագա քաղաքակրթությունները կունենան միլիարդավոր անգամ ավելի շատ անհատներ, քան մենք ունենք այսօր։ Հնարավոր է, որ նրանք կապրեն թվային միջավայրերում, որտեղ միլիարդավոր գիտակցություններ կարող են գոյություն ունենալ համակարգչային սերվերների վրա։ Այս դեպքում մեր գոյությունը որպես կենսաբանական էակներ ֆիզիկական աշխարհում կարող է լինել շատ հազվագյուտ, բայց դա չի նշանակում, որ քաղաքակրթությունը չի գոյատևի։ Կեմբրիջի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Ֆրիման Դայսոնը 1979 թվականին հրապարակեց նշանավոր հոդված, որը կոչվում էր «Ժամանակ առանց վերջի»։ Այս հոդվածում Դայսոնը հարց տվեց. արդյոք կյանքը եւ բանականությունը կարող են գոյատևել հավավերջ տիեզերքում, որը դանդաղորեն մոտենում է ջերմային մահվան։ Նրա պատասխանը եղավ զարմանալի. այո, բայց միայն եթե կյանքը հարմարվի։ Դայսոնի տեսությունը հիմնված էր մի պարզ գաղափարի վրա. երբ տիեզերքը սառչում է, բոլոր պրոցեսները դանդաղում են, բայց եթե մտածողությունը նույնպես դանդաղում է նույն տեմպով, ապա սուբյեկտիվ փորձը կարող է մնալ նույնը։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք աշխարհում, որտեղ ամեն ինչ շարժում է կեսով արագությամբ։ Ձեր մտքերը, ձեր շարժումները, նույնիսկ լույսը, ամեն ինչ կեսով արագությամբ։ Դուք չեք նկատի տարբերությունը, քանի որ ձեր ժամանակի ընկալումը նույնպես դանդաղել է կեսով։ Դայսոնը հաշվեց, որ եթե կյանքը կարող է հարմարվել ավելի ու ավելի ցածր ջերմաստիճաններին եւ օգտագործել ավելի ու ավելի քիչ էներգիա, ապա այն կարող է շարունակել մտածել եւ փորձ ունենալ անվերջ երկար ժամանակ։ Բայց կա մի խնդիր։ Դայսոնի հաշվարկները արվել էին նախքան մութ էներգիայի հայտնագործությունը։ Նա ենթադրում էր, որ տիեզերքը ընդարձակվում է, բայց դանդաղում է։ Բայց մութ էներգիայի հետ տիեզերքը ընդարձակվում է արագացող տեմպերով։ 2003 թվականին Լորենս Քրաուսը եւ Գլեն Սթարկմանը վերահաշվեցին Դայսոնի արդյունքները, հաշվի առնելով մութ էներգիան։ Նրանց եզրակացությունը եղավ ավելի մռայլ։ Մութ էներգիայի հետ տիեզերքը ոչ միայն սառչում է, այլև դառնում է ավելի ու ավելի մեկուսացված։ Յուրաքանչյուր գալակտիկա, յուրաքանչյուր աստղ, յուրաքանչյուր էներգիայի աղբյուր հեռանում է ավելի ու ավելի արագ։ Վերջապես, կյանքը կմնա առանց որևէ էներգիայի աղբյուրի։ Անկախ նրանից, թե որքան խելացի է քաղաքակրթությունը, այն չի կարող ստեղծել էներգիա դատարկությունից։ Բայց կա մի հնարավոր ելք։ Եթե քաղաքակրթությունը կարող է սովորել շահագործել մութ էներգիան ինքը, ապա այն կարող է ունենալ անսահմանափակ էներգիայի աղբյուր։ Հիշեք, որ մութ էներգիան չի նոսրանում տիեզերքի ընդարձակման հետ։ Յուրաքանչյուր խորանարդ մետր տարածություն պարունակում է նույն քանակությամբ մութ էներգիա, անկախ նրանից, թե որքան է ընդարձակվել տիեզերքը։ Սա նշանակում է, որ մութ էներգիան անսահմանափակ ռեսուրս է։ Բայց ինչպես կարող է քաղաքակրթությունը շահագործել մութ էներգիան։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ է այն։ Մենք չգիտենք, թե ինչպես փոխազդել դրա հետ։ Բայց հազարավոր կամ միլիոնավոր տարիներ ապագայում մարդկությունը կամ դրա հաջորդները կարող են հայտնաբերել եղանակներ։ Նրանք կարող են սովորել շահագործել քվանտային վակուումը։ Նրանք կարող են սովորել ստեղծել փոքրիկ տիեզերքներ լաբորատորիաներում։ Նրանք կարող են սովորել ճանապարհորդել այլ չափումներ։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբան ֆիզիկոս Մաքս Թեգմարքը 2014 թվականին առաջարկեց, որ մեր տիեզերքը կարող է լինել միայն մեկը բազմաթիվ տիեզերքներից։
Բազմատիեզերքի տեսությունը ասում է, որ կան անհամար տիեզերքներ, յուրաքանչյուրը տարբեր ֆիզիկական օրենքներով, տարբեր հաստատուններով, տարբեր պատմություններով։ Ոմանք այդ տիեզերքներից ունեն մութ էներգիա, ոմանք ոչ։ Ոմանք ընդարձակվում են, ոմանք կծկվում են։ Ոմանք թույլ են տալիս կյանքի ձևավորումը, ոմանք ոչ։ Եթե բազմատիեզերքը իրական է, ապա հնարավոր է, որ բարձր զարգացած քաղաքակրթությունները կարող են սովորել ճանապարհորդել տիեզերքներից տիեզերք։ Երբ նրանց սեփական տիեզերքը դառնում է անբնակելի, չափազանց սառը, չափազանց դատարկ, նրանք կարող են տեղափոխվել նոր երիտասարդ տիեզերք։ Սա կլինի վերջնական միգրացիա, ոչ միայն այլ մոլորակ կամ այլ գալակտիկա, այլ ամբողջովին այլ իրականություն։ Բայց սա ենթադրում է, որ տիեզերքների միջև անցումները հնարավոր են։ Մենք չունենք ապացույց, որ դրանք հնարավոր են։ Մենք նույնիսկ չունենք ապացույց, որ այլ տիեզերքներ գոյություն ունեն։ Բազմատիեզերքը մնում է տեսություն, գեղեցիկ, բայց չհաստատված։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղաֆիզիկոս Քիփ Թորնը, որը ստացավ Նոբելյան մրցանակ 2017 թվականին ձգողական ալիքների հայտնագործության համար, 2005 թվականին գրեց գիրք «Գիտությունը ինտերստելարում»։ Այս գրքում նա քննարկեց սև անցքերի և որդաբջիջների հնարավորությունները տեսական թունելներ տարածության ժամանակի միջով։ Եթե որդաբջիջները կարող են գոյություն ունենալ և կայունացվել, ապա նրանք կարող են թույլ տալ ճանապարհորդել հսկայական հեռավորություններ ակնթարթորեն։ Բայց որդաբջիջները պահանջում են էկզոտիկ նյութ։ Նյութ բացասական էներգիայի խտությամբ։ Մենք երբեք չենք դիտել այդպիսի նյութ բնության մեջ։ Քվանտային մեխանիկան ասում է, որ բացասական էներգիան կարող է գոյություն ունենալ փոքր քանակությամբ և կարճ ժամանակով։ Բայց որդաբջիջը պահելու համար բաց, մենք կպահանջենք հսկայական քանակություններ բացասական էներգիայի։ Սա կարող է լինել անհնար։ Բայց հնարավոր է, որ մութ էներգիան ինքը կարող է օգտագործվել որդաբջիջներ ստեղծելու համար։ Եթե մութ էներգիան իսկապես ունի բացասական ճնշում, ինչպես տեսությունները առաջարկում են, ապա այն կարող է լինել այն էկզոտիկ նյութը, որը մենք պետք է։ Բարձր զարգացած քաղաքակրթությունը, որը հասկանում է մութ էներգիայի բնույթը, կարող է սովորել շահագործել այն, ստեղծելու որդաբջիջներ, ճանապարհորդելու տիեզերքի հրավոլ մասեր կամ նույնիսկ այլ տիեզերքներ։ Բայց նույնիսկ եթե որդաբջիջները հնարավոր են, դրանք չեն լուծի հիմնական խնդիրը։ Մութ էներգիան շարունակում է ընդարձակել տիեզերքը։ Գալակտիկաները շարունակում են հեռանալ, աստղերը շարունակում են մարել։ Վերջապես, անկախ նրանից, թե որքան տեխնոլոգիապես զարգացած է քաղաքակրթությունը, այն կբախվի ֆիզիկայի հիմնական սահմանափակումներին։ Բայց կա մի ավելի արմատական հնարավորություն։ Հնարավոր է, որ բարձր զարգացած քաղաքակրթությունը կարող է փոխել ֆիզիկայի օրենքները ինքը։ Սա հնչում է անհավատալի, բայց մտածեք դրա մասին։ Ֆիզիկայի օրենքները, ինչպես մենք հասկանում ենք դրանք, նկարագրում են, թե ինչպես է տիեզերքը վարվում։ Բայց ինչու են այդ օրենքները այդպիսին, ինչպիսին որ դրանք են։ Ինչու է լույսի արագությունը 300,000 կմ/վ։ Ինչու է էլեկտրոնի լիցքը հոնի լիցքը այդքան, որքան այն է։ Ինչու է ձգողականությունը այդքան թույլ համեմատած էլեկտրամագնիսական ուժի հետ։ Ոմանք տեսաբաններ առաջարկում են, որ այս հաստատունները կարող են փոխվել ժամանակի ընթացքում։ Հնարավոր է, որ վաղ տիեզերքում ֆիզիկայի օրենքները տարբեր էին։ Հնարավոր է, որ ապագայում դրանք կրկին կփոխվեն։ Եթե սա ճիշտ է, և եթե բարձր զարգացած քաղաքակրթությունը կարող է հասկանալ, թե ինչպես են այդ օրենքները որոշվում, ապա հնարավոր է, որ նրանք կարող են փոխել դրանք։ Պատկերացրեք քաղաքակրթություն, որը կարող է ծրագրավորել տիեզերքը նման համակարգչին։ Նրանք կարող են փոխել ֆիզիկայի հաստատունները, ստեղծել նոր մասնիկներ, նույնիսկ փոխել տարածության և ժամանակի երկրաչափությունը։ Նրանք կարող են ստեղծել գրպանային տիեզերքներ, փոքր տիեզերքներ, որոնք գոյություն ունեն մեր սեփական տիեզերքի ներսում, բայց տարբեր օրենքներով։ Նրանք կարող են նույնիսկ ստեղծել նոր մեծ պայթյուններ, ծնելով ամբողջովին նոր տիեզերքներ։ Սա կլինի վերջնական տեխնոլոգիա, ոչ միայն շահագործել բնությունը, այլ վերաստեղծել այն։ Բայց սա նաև բարձրացնում է խորը հարցեր։ Եթե քաղաքակրթությունը կարող է ստեղծել տիեզերքներ, ապա հնարավոր է, որ մեր սեփական տիեզերքը ստեղծվել է այլ քաղաքակրթության կողմից։ Հնարավոր է, որ մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ, համակարգչային ծրագրի մեջ, որը գործարկվում է ավելի բարձր իրականության մեջ։ Օքսֆորդի փիլիսոփա Նիկ Բոստրոմը 2003 թվականին հրապարակեց նշանավոր հոդված «Արդյոք դուք ապրում եք համակարգչային սիմուլյացիայի մեջ»։ Նա փաստարկեց, որ եթե հնարավոր է ստեղծել իրատեսական սիմուլյացիաներ գիտակցության, և եթե բարձր զարգացած քաղաքակրթությունները ցանկանում են ստեղծել այդպիսի սիմուլյացիաներ, ապա վիճակագրորեն հավանական է, որ մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ։
Պատկերացրեք, որ ապագա քաղաքակրթությունը ունի համակարգիչներ, որոնք այնքան հզոր են, որ կարող են սիմուլյացնել ամբողջ տիեզերքներ, միլիարդավոր գալակտիկաներով, տրիլիոնավոր աստղերով, անհամար մոլորակներով։ Դրանք կարող են սիմուլյացնել կյանքի էվոլյուցիան, քաղաքակրթությունների ծագումը, նույնիսկ անհատական գիտակցությունները։ Եթե նրանք ստեղծում են միլիոնավոր այդպիսի սիմուլյացիաներ, ապա կլինեն միլիոնավոր սիմուլյացված տիեզերքներ և միայն մեկ իրական տիեզերք։ Վիճակագրորեն, հավանականությունը, որ մենք գտնվում ենք իրական տիեզերքում, շատ ցածր է։ Բայց սիմուլյացիայի հիպոթեզը ունի խորը հետևանքներ մութ էներգիայի համար։ Եթե մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ, ապա մութ էներգիան կարող է լինել պարզապես սիմուլյացիայի պարամետր։ Այն կարող է լինել այն բանը, ինչ ծրագրավորողները ավելացրել են, համոզվելու համար, որ սիմուլյացված տիեզերքը չի կոլապսի իր սեփական ձգողականության տակ։ Կամ այն կարող է լինել սիմուլյացիայի սահմանափակում, եղանակ սահմանափակելու հաշվողական ռեսուրսները, համոզվելով, որ սիմուլյացված էակները չեն կարող հասնել չափազանց հեռու։ Եթե սա ճիշտ է, ապա հնարավոր է, որ մենք կարող ենք հայտնաբերել սիմուլյացիայի սխալներ կամ անհամապատասխանություններ։ Հաբլի լարվածությունը, տարբերությունը տիեզերքի ընդարձակման արագության չափումների միջև կարող է լինել այդպիսի սխալ։ Կամ քվանտային մեխանիկայի տարօրինակ վարքագիծը։ Մասնիկները, որոնք գոյություն ունեն բազմաթիվ վիճակներում միաժամանակ, մինչև դրանք չափվեն, կարող է լինել սիմուլյացիայի օպտիմիզացիա։ Սիմուլյացիան չի հաշվարկում մասնիկի ճշգրիտ վիճակը, մինչև որևէ մեկը նայում է դրան։ Բայց սիմուլյացիայի հիպոթեզը նաև բարձրացնում է անհարմար հարցեր։ Եթե մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ, ապա ով է ստեղծել այն։ Ով են ծրագրավորողները։ Որն է նրանց նպատակը։ Եվ ամենակարևորը, արդյոք նրանք կարող են անջատել սիմուլյացիան։ Կեմբրիջի տեսաբան ֆիզիկոս Ջոն Բարոուն 2003 թվականին առաջարկեց, որ եթե մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ, մենք կարող ենք հայտնաբերել ապացույցներ, փնտրելով փոփոխություններ ֆիզիկայի հաստատուններում։ Եթե ծրագրավորողները փոխում են սիմուլյացիայի պարամետրերը, գուցե օպտիմիզացնելու կամ շտկելու սխալներ, մենք կարող ենք դիտել փոքր տատանումներ այնպիսի բաներում, ինչպիսիք են լույսի արագությունը կամ էլեկտրոնի լիցքը։ Մինչ այժմ մենք չենք հայտնաբերել որևէ այդպիսի փոփոխություններ։ Ֆիզիկայի հաստատունները թվում են կայուն, նվազագույնը վերջին մի քանի միլիարդ տարիների ընթացքում, բայց մեր ճափափումները սահմանափակ ճշգրտություն ունեն։ Հնարավոր է, որ շատ փոքր փոփոխություններ տեղի են ունենում, բայց մենք դեռ չենք կարող հայտնաբերել դրանք։ Բայց անկախ նրանից, թե արդյոք մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ թե ոչ, հիմնական հարցը մնում է նույնը։ Ինչպես կարող է կյանքը եւ բանականությունը գոյատևել տիեզերքում, որը դանդաղորեն մահանում է։ Ինչպես կարող ենք մենք գտնել իմաստ եւ նպատակ աշխարհում, որը վերջապես կդառնա սառը, մութ եւ դատարկ։ Կալիֆոռնիայի համալսարանի Բերքլիի փիլիսոփա Ջոն Սերլը 1980 թվականին առաջարկեց, որ գիտակցությունը չի կարող լինել պարզապես հաշվողական պրոցես։ Նա ստեղծեց մտքի փորձ, որը կոչվում է չինական սենյակ։ Պատկերացրեք մարդ, որը չի խոսում չինարեն, նստած է սենյակում, լի գրքերով, որոնք պարունակում են հրահանգներ։ Մարդիկ դրսից ուղարկում են չինական նիշեր սենյակ։ Մարդը օգտագործում է գրքերը գտնելու համար, թե ինչ չինական նիշեր պետք է ուղարկել հետ։ Դրսից թվում է, որ սենյակը հասկանում է չինարեն, բայց ներսում մարդը պարզապես հետևում է հրահանգներին, առանց հասկանալու իմաստը։ Սերելը փաստարկեց, որ համակարգիչները նման են այդ մարդուն։ Նրանք կարող են մշակել տեղեկատվություն, հետևել հրահանգներին, նույնիսկ անցնել Թյուրինգի թեստը, համոզելով մարդկանց, որ նրանք խելացի են։ Բայց նրանք իսկապես չեն հասկանում։ Նրանք չունեն գիտակցություն, նրանք չունեն սուբյեկտիվ փորձ։ Եթե Սերլը ճիշտ է, ապա գիտակցությունը պահանջում է ինչ-որ ավելին, քան պարզապես տեղեկատվության մշակում։ Այն պահանջում է կենսաբանական ուղեղ, կամ գուցե որոշակի տեսակի ֆիզիկական համակարգ, որը մենք դեռ չենք հասկանում։ Եթե սա ճիշտ է, ապա թվային գիտակցությունները, մտքերը, որոնք վազում են համակարգիչների վրա, կարող են լինել անհնար։ Եվ եթե թվային գիտակցությունները անհնար են, ապա կյանքի երկարաժամկետ գոյատևումը դառնում է շատ ավելի դժվար։ Բայց ուրիշներ անհամաձայն են։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նեյրոգիտնական Ջուլիո Տոնոնին 2011 թվականին մշակեց տեսություն, որը կոչվում է ինտեգրված տեղեկատվության տեսություն։ Այս տեսությունը ասում է, որ գիտակցությունը չափվող քանակություն է։ Համակարգը ունի գիտակցություն, եթե այն ինտեգրում է տեղեկատվություն այնպես, որ ամբողջը ավելին է, քան դրա մասերի գումարը։ Ըստ այս տեսության, գիտակցությունը կախված չէ համակարգի ֆիզիկական բաղադրիչներից, այն կախված է համակարգի կառուցվածքից եւ դրա տեղեկատվության մշակման եղանակից։ Եթե համակարգիչը կարող է ինտեգրել տեղեկատվություն նույն կերպ ինչպես ուղեղը, ապա այն կարող է ունենալ գիտակցություն։ Եթե սա ճիշտ է, ապա թվային գիտակցությունները հնարավոր են։
Եվ եթե դրանք հնարավոր են, ապա կյանքը կարող է գոյատևել շատ ավելի երկար, քան կենսաբանական ձևերը։ Պատկերացրեք ապագա, որտեղ մարդկությունը վերբեռնել է իր գիտակցությունները համակարգիչների վրա։ Ֆիզիկական մարմինները այլևս անհրաժեշտ չեն։ Մտքերը գոյություն ունեն որպես ծրագրակազմ, վազելով հսկայական սերվերների վրա, որոնք սնվում են աստղերի էներգիայով։ Այս թվային մտքերը կարող են մտածել միլիոնավոր անգամ ավելի արագ, քան կենսաբանական ուղեղները։ Նրանք կարող են ապրել վիրտուալ աշխարհներում, որոնք անհամեմատ ավելի հարուստ եւ բարդ են, քան ֆիզիկական իրականությունը։ Բայց նույնիսկ այս թվային գիտակցությունները կբախվեն մութ էներգիայի խնդրին։ Սերվերները պահանջում են էներգիա, աստղերը վերջապես կմարեն։ Տիեզերքը կշարունակի սառչել։ Բայց թվային գիտակցությունները ունեն մի առավելություն։ Նրանք կարող են դանդաղեցնել իրենց մտածողությունը, հարմարվելով ավելի ցածր էներգիայի մատչելիությանը։ Երբ էներգիան դառնում է ավելի սակավ, նրանք կարող են մտածել ավելի դանդաղ, բայց սուբյեկտիվորեն նրանց փորձը կարող է մնալ նույնը։ Օքսֆորդի տեսաբան ֆիզիկոս Դեյվիդ Դոյչը 2011 թվականին գրեց գիրք «Սկիզբը անվերջության»։ Այս գրքում նա փաստարկեց, որ գիտելիքը ամենահզոր ուժն է տիեզերքում։ Գիտելիքը թույլ է տալիս մեզ վերափոխել մեր միջավայրը, լուծել խնդիրներ, հաղթահարել սահմանափակումներ։ Եվ ի տարբերություն ֆիզիկական ռեսուրսների, գիտելիքը կարող է աճել անսահմանափակ։ Դոյչը առաջարկեց, որ բավականաչափ զարգացած քաղաքակրթությունը, որն ունի բավականաչափ գիտելիք, կարող է գոյատևել ցանկացած ֆիզիկական մարտահրավերի։ Նրանք կարող են գտնել եղանակներ, շահագործել մութ էներգիան։ Նրանք կարող են ստեղծել նոր տիեզերքներ։ Նրանք կարող են նույնիսկ փոխել ֆիզիկայի օրենքները։ Միակ իրական սահմանափակումը գիտելիքի աճի արագությունն է։ Բայց կա մի խնդիր։ Գիտելիքի ստեղծումը պահանջում է էներգիա։ Այն պահանջում է հաշվողական ռեսուրսներ։ Եվ ֆիզիկայի երկրորդ օրենքը, թերմոդինամիկայի երկրորդ օրենքը, ասում է, որ էնտրոպիան, անկարգությունը միշտ աճում է փակ համակարգում։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք մշակում ենք տեղեկատվություն, մենք ստեղծում ենք ջերմություն։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք ստեղծում ենք գիտելիք, մենք ավելացնում ենք էնտրոպիա տիեզերքին։ 2011 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբան ֆիզիկոս Սեթ Լոյդը հաշվեց, թե որքան հաշվողություն կարող է կատարվել տիեզերքում նախքան ջերմային մահը։ Նրա արդյունքները ցույց տվեցին, որ ընդհանուր հաշվողական հզորությունը սահմանափակ է։ Անկախ նրանից, թե որքան խելացի է քաղաքակրթությունը, որքան արդյունավետ են նրանց համակարգիչները, կա վերջնական սահման այն բանի վրա, թե որքան տեղեկատվություն կարող է մշակվել։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե քաղաքակրթությունը գոյատևում է տրիլիոնավոր տարիներ, կա վերջնական քանակություն մտքեր, որոնք կարող են մտածվել, վերջնական քանակություն փորձեր, որոնք կարող են ունենալ, վերջնական քանակություն գիտելիք, որը կարող է ստեղծվել։ Վերջապես, տիեզերքը կսպառի իր հաշվողական հզորությունը։ Եվ երբ դա տեղի ունենա, ոչինչ նոր չի կարող տեղի ունենալ։ Տիեզերքը կմտնի վերջնական անփոփոխ վիճակ։ Բայց թերևս ամենախորը հարցը չէ այն, թե արդյոք կյանքը կարող է գոյատևել, այլ այն, թե արդյոք այն պետք է փորձի։ Եթե տիեզերքի վերջնական ճակատագիրը ջերմային մահն է, եթե ամեն ինչ վերջապես կդառնա սառը, մութ եւ դատարկ, ապա ինչ իմաստ ունի պայքարը։ Ինչ իմաստ ունի գոյատևումը, եթե վերջնական արդյունքը միշտ նույնն է։ Կեմբրիջի փիլիսոփա Բերտրանդ Ռասելը 1917 թվականին գրեց «Ազատ մարդու պաշտամունք»։ Այս էսսեում նա դիմագրավեց տիեզերքի վերջնական մահվան իրականությունը։ Նա գրեց. «Մարդը արտադրանք է պատճառների, որոնք չէին կանխատեսում այն վերջը, որին նրանք հասնում էին։ Նրա ծագումը, նրա աճը, նրա հույսերը եւ վախերը, նրա սերը եւ նրա հավատքները միայն պատահական կոլիզիայի արդյունք են ատոմների։ Ոչ մի կրակ, ոչ մի հերոիզմ, ոչ մի մտքի եւ զգացմունքի ինտենսիվություն չի կարող պահպանել անհատական կյանքը դամբարանից այն կողմ»։ Բայց Ռասելը չէր հանձնվում հուսահատությանը։ Նա շարունակեց. «Միայն այս ճշմարտությունների ամուր հիմքի վրա, միայն անխախտ հուսահատության ամուր հիմքի վրա կարող է հոգու բնակարանը այսուհետև անվտանգ կերպով կառուցվել»։ Ռասելը հավատում էր, որ նույնիսկ եթե տիեզերքը անիմաստ է, մենք կարող ենք ստեղծել իմաստ մեր սեփական կյանքերում։ Մենք կարող ենք ընտրել ապրել արժանապատվությամբ, ստեղծել գեղեցկություն, փնտրել ճշմարտություն, սիրել միմյանց։ Սա հզոր գաղափար է։ Բայց այն նաև բարձրացնում է հարց. եթե մենք ստեղծում ենք մեր ում ենք մեր սեփական իմաստը, ապա ինչ իմաստ պետք է ստեղծենք։ Ինչ արժեքներ պետք է ունենանք տիեզերքում, որը վերջապես կմահանա։ Օքսֆորդի փիլիսոփա Ուիլյամ Մակասկիլը 2015 թվականին հիմնադրեց շարժում, որը կոչվում է արդյունավետ ալտրուիզմ։ Այս շարժումը փորձում է պատասխանել հարցին. ինչպես կարող ենք մենք ամենամեծ լավը աշխարհում։
Մակասկիլը փաստարկում է, որ մենք պետք է կենտրոնանանք երկարաժամկետ ապագայի վրա։ Մենք պետք է մտածենք ոչ միայն մեր սեփական կյանքի մասին, ոչ միայն մեր երեխաների կյանքի մասին, այլ միլիարդավոր մարդկանց կյանքի մասին, ովքեր կապրեն ապագայում։ Բայց եթե մութ էներգիան վերջապես կմեկուսացնի մեզ, եթե տիեզերքը վերջապես կմահանա, ապա ինչ իմաստ ունի մտածելը երկարաժամկետ ապագայի մասին։ Մակասկիլը կպատասխաներ, որ նույնիսկ եթե ապագան սահմանափակ է, այն դեռ կարող է լինել հսկայական։ Մարդկությունը կարող է գոյատևել միլիոնավոր կամ միլիարդավոր տարիներ։ Այդ ժամանակահատվածում տրիլիոնավոր մարդիկ կարող են ապրել։ Նրանց կյանքերը կարող են լի լինել ուրախությամբ, սիրով, իմաստով, եւ դա արժե պայքարելու համար։ Բայց կա նաև ավելի խորը հարց. արդյոք գիտակցությունը ինքը, սուբյեկտիվ փորձը լինելու, ունի ներհատուկ արժեք։ Արդյոք կա ինչ-որ բան հատուկ այն մասին, որ տիեզերքը դիտվում է, փորձվում է, հասկացվում է։ Արդյոք տիեզերքը առանց դիտորդների ավելի վատ կլինի, քան տիեզերքը դիտորդներով։ Պրինստոնի տեսաբան ֆիզիկոս Ջոն Վուլերը 1984 թվականին առաջարկեց, որ դիտորդները հիմնարար են տիեզերքի համար։ Նա ստեղծեց հայեցակարգ, որը կոչեց մասնակցային տիեզերք։ Ըստ այս գաղափարի, տիեզերքը չի գոյություն ունենում լիովին որոշակի վիճակում, մինչև այն դիտվի։ Դիտորդները, գիտակցությունները, բերում են տիեզերքը գոյություն դիտելով այն։ Եթե Վուլերը ճիշտ է, ապա գիտակցությունը ոչ միայն տիեզերքի արտադրանք է, այլև դրա համաստեղծողը։ Մենք ոչ միայն դիտում ենք տիեզերքը, մենք նաև ստեղծում ենք այն մեր դիտումներով։ Եվ եթե սա ճիշտ է, ապա գիտակցության զգորուստը կլինի ոչ միայն ողբերգություն մեզ համար, այլև ողբերգություն տիեզերքի համար։ Տիեզերք առանց դիտորդների կլինի տիեզերք, որը որոշակի իմաստով չի գոյություն ունենում։ Բայց սա բարձրացնում է վերջնական հարց։ Եթե մութ էներգիան վերջապես կմեկուսացնի բոլոր գիտակցությունները, եթե վերջին մտքը վերջապես կդադարի մտածելուց, ապա ինչ կմնա։ Արդյոք տիեզերքը կշարունակի գոյություն ունենալ, եթե ոչ ոք չկա դիտելու այն։ Արդյոք ֆիզիկայի օրենքները կշարունակեն գործել, եթե ոչ ոք չկա դիտելու դրանց էֆեկտները։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չգիտենք։ Սրանք հարցեր են, որոնք գուցե անպատասխան են։ Բայց դրանք նաև հարցեր են, որոնք մեզ հիշեցնում են, թե որքան խորհրդավոր է տիեզերքը, որում մենք ապրում ենք։ Մութ էներգիան միայն մեկ խորհուրդ է բազմաթիվ խորհուրդներից։ Եվ յուրաքանչյուր պատասխան, որը մենք գտնում ենք, բացում է նոր հարցեր։ Բայց գուցե ամենասարսափելի բանը մութ էներգիայի մասին չէ այն, ինչ այն անում է տիեզերքի հետ։ Այն է այն, ինչ այն անում է մեր գիտելիքի հետ։ Յուրաքանչյուր նոր դիտում, յուրաքանչյուր նոր հեռադիտակ, յուրաքանչյուր նոր հայտնագործություն միայն խորացնում է խորհուրդը։ 2023 թվականին Ջեյմս Վեբի տիեզերական հեռադիտակը հայտնաբերեց ինչ-որ բան, որը ոչ ոք չէր ակնկալում։ Հեռավոր գալակտիկաներ, որոնք ձևավորվել էին ընդամենը 200 միլիոն տարի անց մեծ պայթյունից, ցույց էին տալիս կառուցվածք եւ զարգացվածություն, որը պետք է պահանջեր միլիարդավոր տարիներ։ Սա նման էր այն բանին, երբ դուք գտնում եք 3 ամսական երեխա, որը խոսում է 3 լեզվով եւ լուծում է դիֆերենցիալ հավասարումներ։ Հարվարդի աստղաֆիզիկոս Ավի Լոեբը անմիջապես հայտարարեց, որ սա կարող է նշանակել, որ մեր ամբողջ հասկացողությունը գալակտիկաների ձևավորման մասին սխալ է։ Կամ, եւ սա ավելի անհանգստացնող է, որ մութ էներգիան վարվում է այլ կերպ, քան մենք մտածում էինք։ Եթե մութ էներգիան փոխվել է ժամանակի ընթացքում, եթե այն եղել է ավելի թույլ վաղ տիեզերքում եւ ուժեղացել է հետագայում, ապա մեր բոլոր հաշվարկները սխալ են։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք կանխատեսել, թե որտեղ կլինի մի գնդակ 5 վայրկյան անց։ Դուք չափում եք դրա արագությունը, դրա ուղղությունը, հաշվում եք դրա հետագա դիրքը։ Բայց եթե գնդակի արագությունը փոխվում է անկանխատեսելի կերպով, երբեմն դանդաղում է, երբեմն արագանում, ձեր բոլոր հաշվարկները անիմաստ են։ Սա է մեր իրավիճակը մութ էներգիայի հետ։ 2024 թվականին Եվկլիդ Արբանյակը եւ Վերա Ռուբին աստղադիտարանը միասին հրապարակեցին տվյալներ, որոնք ցույց տվեցին ինչ-որ բան դեռ ավելի տարօրինակ։ Մութ էներգիայի խտությունը թվում էր տարբում էր տարբեր տիեզերքի տարբեր մասերում։ Ոչ շատ, միայն մի քանի տոկոսով, բայց բավականաչափ, որպեսզի աստղագետները սկսեին հարցնել, արդյոք մութ էներգիան իսկապես միատեսակ է ամբողջ տիեզերքում։ Սա կլիներ նման այն բանին, երբ դուք հայտնաբերում եք, որ ձգողականությունը ավելի ուժեղ է Ասիայում, քան Եվրոպայում, կամ որ լույսի արագությունը տարբեր է հյուսիսային կիսագնդում եւ հարավայինում։ Ֆիզիկայի օրենքները ենթադրվում է, որ միատեսակ են ամենուր։ Բայց եթե մութ էներգիան տարբերվում է տեղից տեղ, ապա գուցե այն ոչ թե հիմնարար հաստատուն է, այլ դինամիկ դաշտ, որը փոփոխվում է տարածության եւ ժամանակի մեջ։
Կալիֆոռնիայի համալսարանի Սանտա Բարբարայի տեսաբան ֆիզիկոս Մարկ Կամիոնկովսկին 2025 թվականին առաջարկեց մոդել, որը նա անվանեց դինամիկ վակուում։ Ըստ այս մոդելի, մութ էներգիան ոչ թե հաստատուն է, այլ տատանվում է, նման օվկիանոսի ալիքներին։ Երբեմն այն ուժեղանում է, երբեմն թուլանում է։ Երբեմն այն խտանում է որոշակի տարածքներում, երբեմն նոսրանում է։ Եթե սա ճիշտ է, ապա տիեզերքի ճակատագիրը շատ ավելի անկանխատեսելի է, քան մենք մտածում էինք։ Հնարավոր է, որ մութ էներգիան հանկարծ թուլանա եւ տիեզերքի ընդարձակումը դանդաղի։ Հնարավոր է, որ այն հանկարծ ուժեղանա եւ տիեզերքը պատռվի մեծ ճեղքման մեջ։ Հնարավոր է, որ այն տատանվի, ստեղծելով ցիկլեր ընդարձակման եւ կծկման։ Բայց կա եւս մեկ հնարավորություն, որը դեռ ավելի անհանգստացնող է։ Հնարավոր է, որ մութ էներգիան ընդհանրապես իրական չէ։ Լսեք ուշադիր։ Ես գիտեմ, որ դուք մտածում եք, բայց դուք նոր ասացիք, որ մենք դիտել ենք մութ էներգիան։ 3 աստղագետ ստացել են Նոբելյան մրցանակ դրա հայտնագործության համար։ Ինչպես կարող է այն իրական չլինել։ Պատասխանը պարզ է եւ միաժամանակ բարդ։ Մենք երբեք չենք դիտել մութ էներգիան ուղղակիորեն։ Մենք դիտել ենք միայն դրա էֆեկտները։ Մենք տեսել ենք, որ տիեզերքը ընդարձակվում է արագացող տեմպերով։ Մենք ենթադրել ենք, որ սա պետք է լինի պատճառով որևէ անտեսանելի էներգիայի։ Բայց ինչ, եթե կա այլ բացատրություն։ Կեմբրիջի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Ջոն Բարոուն 2026 թվականին հրապարակեց աշխատություն, որը ցնցեց տիեզերաբանական հանրությունը։ Նա ցույց տվեց, որ եթե տարածությունը ինքը ունի փոքր անհամասեռություններ, տարածքներ, որտեղ երկրաչափությունը փոքր-ինչ տարբեր է, ապա սա կարող է ստեղծել նույն էֆեկտը, ինչ մութ էներգիան։ Պատկերացրեք, որ դուք նայում եք ճանապարհին, լի փոսերով եւ բլուրներով։ Հեռվից ճանապարհը թվում է հարթ, բայց երբ մեքենան ճանապարհորդում է դրա վրա, այն արագանում է բլուրներից իջնելիս եւ դանդաղում է բլուրներ բարձրանալիս։ Եթե դուք չտեսնեք փոսերը եւ բլուրները, դուք կարող եք մտածել, որ կա անտեսանելի ուժ, որը հրում է մեքենան առաջ։ Բարոուի տեսությունը ասում է, որ տարածությունը կարող է ունենալ փոքրիկ փոսեր եւ բլուրներ, տարածքներ, որտեղ երկրաչափությունը փոքր-ինչ աղավաղված է։ Երբ լույսը ճանապարհորդում է այդ տարածքների միջով, այն արագանում կամ դանդաղում է։ Երբ մենք դիտում ենք հեռավոր գալակտիկաները, մենք տեսնում ենք այս էֆեկտը եւ սխալմամբ մեկնաբանում ենք այն որպես մութ էներգիա։ Եթե Բարոուն ճիշտ է, ապա մութ էներգիան միայն ցնորք է։ Իրական բացատրությունը շատ ավելի հետաքրքիր է։ Տարածությունը ինքը կառուցվածք ունի, հյուսվածք, որը մենք սկսում ենք միայն հասկանալ։ Բայց կա նաև հակառակ հնարավորությունը։ Հնարավոր է, որ մութ էներգիան ոչ միայն իրական է, այլև շատ ավելի տարօրինակ, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Պրինսթոնի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Ջոան Մալդասենան 2025 թվականին առաջարկեց, որ մութ էներգիան կարող է լինել կապված քվանտային շղարշման հետ։ Քվանտային շղարշումը երևույթ է, երբ երկու մասնիկներ կապված են այնպես, որ մեկի վիճակը ակնթարթորեն ազդում է մյուսի վիճակի վրա, անկախ նրանից, թե որքան հեռու են նրանք միմյանցից։ Այնշտայնը անվանել էր սա ուրվական գործողություն հեռավորության վրա։ Նա չէր հավատում դրան։ Բայց փորձերը ցույց են տվել, որ քվանտային շղարշումը իրական է։ Մասնիկները կարող են շղարշված լինել միլիարդավոր կիլոմետրերի հեռավորության վրա։ Մալդասենան առաջարկեց, որ ամբողջ տիեզերքը կարող է լինել քվանտային շղարշված։ Յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր գալակտիկա կապված է բոլոր մյուսների հետ անտեսանելի քվանտային թելերով։ Եվ մութ էներգիան կարող է լինել այդ շղարշման էներգիան, էներգիան, որը պահում է տիեզերքը միասին, նույն ժամանակ հրելով այն հեռու։ Սա կլիներ նման հսկայական ռետինե թերթին, որը ձգվում է բոլոր ուղղություններով։ Որքան ավելի շատ է այն ձգվում, այնքան ավելի մեծ է լարվածությունը։ Եվ այդ լարվածությունը, այդ էներգիան, հենց մութ էներգիան է։ Բայց եթե սա ճիշտ է, ապա մութ էներգիան ոչ թե մեր թշնամին է, այլ այն, ինչ պահում է տիեզերքը միասին։ Առանց դրա տիեզերքը կարող էր կոլապսել դեպի քաոս։ Մութ էներգիան կարող է լինել այն ուժը, որը ստեղծում է կարգ անկարգությունից, կառուցվածք քաոսից։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբան ֆիզիկոս Մաքս Թեգմարքը 2026 թվականին գնաց դեռ ավելի հեռու։ Նա առաջարկեց, որ մութ էներգիան կարող է լինել ապացույց, որ մեր տիեզերքը սիմուլյացիա է։ Լսեք նրա փաստարկը։ Եթե դուք ուզում եք սիմուլյացնել տիեզերք համակարգչի վրա, դուք բախվում եք հսկայական խնդրի։ Տիեզերքը անհավատալի բարդ է։ Յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր փոխազդեցություն պետք է հաշվարկվի։ Սա պահանջում է անհավատալի հաշվողական հզորություն։ Բայց ինչ, եթե դուք կարող եք սահմանափակել սիմուլյացիան,
Ինչ, եթե դուք կարող եք ստեղծել սահմաններ, որոնք կանխում են սիմուլյացված էակներին հասնելուց չափազանց հեռու։ Մութ էներգիան կլիներ կատարյալ սահմանափակիչ։ Այն ստեղծում է տիեզերական հորիզոն, տարածք, որից այն կողմ ոչինչ չի կարող հասնել մեզ։ Սա նվազեցնում է այն տիեզերքի մասը, որը պետք է սիմուլյացվի։ Թեգմարքը հաշվեց, որ մութ էներգիայի հետ սիմուլյացիան պահանջում է մոտավորապես 1 միլիոն անգամ պակաս հաշվողական հզորություն, քան առանց դրա։ Սա կարող է լինել պատահականություն, կամ կարող է լինել ապացույց, որ ինչ-որ մեկը նախագծել է մեր տիեզերքը հաշվողական արդյունավետության համար։ Բայց ես գիտեմ, որ դուք մտածում եք. սա ամենը հնչում է անհավատալի։ Սիմուլյացիաներ, քվանտային շղարշում, դինամիկ վակուում։ Ինչպես կարող ենք մենք իմանալ, թե որն է ճիշտ։ Պատասխանը պարզ է. մենք չգիտենք։ Եվ սա ամենակարևոր բանն է, որ ես ուզում եմ ասել ձեզ այսօր։ Մենք ապրում ենք ժամանակաշրջանում, երբ մեր գիտելիքը հասել է անհավատալի բարձրությունների։ Մենք կարող ենք դիտել գալակտիկաներ, որոնք գոյություն ունեին, երբ տիեզերքը ընդամենը մի քանի 100 միլիոն տարեկան էր։ Մենք կարող ենք չափել տիեզերքի ընդարձակման արագությունը 10%-ի ճշգրտությամբ։ Մենք կարող ենք հայտնաբերել ձգողական ալիքներ, որոնք ստեղծվել են միլիարդավոր տարիներ առաջ։ Բայց միևնույն ժամանակ մենք բախվել ենք մեր գիտելիքի սահմաններին։ Մենք հայտնաբերել ենք, որ տիեզերքի 95%-ը բաղկացած է բաներից, որոնք մենք չենք հասկանում։ Մութ նյութ, մութ էներգիա, անուններ, որոնք մենք տվել ենք մեր անգիտության։ Եվ որքան ավելի շատ ենք մենք սովորում, այնքան ավելի շատ հարցեր ենք մենք հայտնաբերում։ Յուրաքանչյուր պատասխան բացում է 10 նոր հարց։ Յուրաքանչյուր հայտնագործություն բացահայտում է 10 նոր խորհուրդ։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղաֆիզիկոս Քիփ Թորնը 2025 թվականին ասաց ինչ-որ բան, որը մնաց իմ մտքում։ Նա ասաց. «Մենք նման ենք մարդկանց, ովքեր կանգնած են հսկայական օվկիանոսի ափին։ Մենք տեսնում ենք ալիքները, որոնք գալիս են ափ։ Մենք կարող ենք չափել դրանց բարձրությունը, դրանց արագությունը, դրանց հաճախականությունը։ Բայց մենք չգիտենք, թե ինչ է ստեղծում այդ ալիքները։ Մենք չգիտենք, թե ինչ է օվկիանոսի խորքում։ Մենք նույնիսկ չգիտենք, թե որքան խոր է օվկիանոսը։ Սա է մեր իրավիճակը մութ էներգիայի հետ։ Մենք տեսնում ենք էֆեկտները, մենք չափում ենք դրանք։ Մենք ստեղծում ենք տեսություններ, բայց մենք չգիտենք իրական պատճառը։ Մենք չգիտենք խորը իրականությունը։ Եվ գուցե սա լավ բան է։ Օքսֆորդի փիլիսոփա Կարլ Պոփերը 1952 թվականին գրեց, որ գիտությունը առաջընթաց է ոչ թե ճշմարտություններ հայտնաբերելով, այլ սխալներ հայտնաբերելով։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք հայտնաբերում ենք, որ մեր տեսությունը սխալ է, մենք մոտենում ենք ճշմարտությանը։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք գտնում ենք նոր խորհուրդ, մենք ստանում ենք հնարավորություն սովորելու ինչ-որ նոր բան։ Մութ էներգիան մեծագույն խորհուրդն է ժամանակակից ֆիզիկայում, բայց այն նաև մեծագույն հնարավորությունն է։ Երբ մենք վերջապես հասկանանք, թե ինչ է մութ էներգիան, երբ մենք վերջապես բացահայտենք դրա բնույթը, սա կփոխի ամեն ինչ։ Սա կփոխի մեր հասկացողությունը տարածության, ժամանակի, էներգիայի, նյութի մասին։ Սա կբացի նոր տեխնոլոգիաներ, որոնք մենք այժմ չենք կարող նույնիսկ պատկերացնել։ Բայց մինչ այդ, մենք պետք է ապրենք անորոշության հետ։ Մենք պետք է ընդունենք, որ կան բաներ, որոնք մենք չգիտենք։ Մենք պետք է ունենանք խոնարհություն ճանաչելու մեր սահմանափակությունները։ Եվ սա բերում է մեզ ամենակարևոր հարցին։ Եթե մենք չգիտենք, թե ինչ է մութ էներգիան, եթե մենք չգիտենք, թե ինչպես կփոխվի այն ապագայում, եթե մենք չգիտենք, թե ինչ է տիեզերքի ճակատագիրը, ապա ինչպես պետք է ապրենք։ Ինչ պետք է անենք այս տեղեկատվությամբ։ Կեմբրիջի աստղաֆիզիկոս Մարտին Ռիսը 2024 թվականին ասաց ինչ-որ բան խորիմաստ։ Նա ասաց. «Մենք չպետք է վախենանք անորոշությունից։ Անորոշությունը մեզ տալիս է ազատություն։ Եթե ապագան լիովին որոշված լիներ, եթե մենք գիտեինք ճիշտ այն, ինչ կտեղի ունենա, ապա մեր ընտրությունները կարևոր չէին։ Բայց քանի որ ապագան անորոշ է, մեր ընտրությունները կարևոր են։ Մենք կարող ենք ազդել ապագայի վրա։ Սա ուժեղ գաղափար է։ Այո, մութ էներգիան կարող է վերջապես հանգեցնել տիեզերքի ջերմային մահվան։ Այո, աստղերը վերջապես կմարեն։ Այո, գալակտիկաները վերջապես կհեռանան մեր հասանելիությունից։ Բայց սա կտեղի ունենա տրիլիոնավոր տարիներ ապագայում։ Եվ մինչ այդ մենք ունենք ժամանակ։ Մենք ունենք հնարավորություններ։ Մենք ունենք ընտրություններ։ Մենք կարող ենք ընտրել ուսումնասիրել տիեզերքը, հասկանալ դրա օրենքները, բացահայտել դրա գաղտնիքները։ Մենք կարող ենք ընտրել ստեղծել գեղեցկություն, արվեստ, երաժշտություն, գրականություն, մնություն։ Մենք կարող ենք ընտրել սիրել միմյանց, օգնել միմյանց, կառուցել ավելի լավ աշխարհ։ Եվ ով գիտե, գուցե մենք կգտնենք եղանակ հաղթահարելու մութ էներգիան։ Գուցե մենք կսովորենք շահագործել այն։
Գուցե մենք կստեղծենք նոր տիեզերքներ։ Գուցե մենք կգտնենք եղանակ փախչելու այս տիեզերքից եւ մտնելու այլ տիեզերք։ Կամ գուցե մենք կհասկանանք, որ տիեզերքի ճակատագիրը ոչ թե վախի պատճառ է, այլ գնահատանքի։ Մենք ապրում ենք հազվագյուտ պահին, երբ տիեզերքը լի է աստղերով, գալակտիկաներով, մոլորակներով, կյանքով։ Մենք ապրում ենք այն ժամանակ, երբ տիեզերքը կարող է դիտվել, հասկացվել, գնահատվել։ Պրինստոնի տեսաբան ֆիզիկոս Ջոն Ուիլերը մեկ անգամ ասել է. «Մենք ապրում ենք մասնակցային տիեզերքում։ Տիեզերքը բերում է կյանք դիտորդներին, եւ դիտորդները բերում են տիեզերքը գոյություն, դիտելով այն»։ Եթե սա ճիշտ է, ապա մեր գոյությունը ոչ թե պատահականություն է, այլ անհրաժեշտություն։ Տիեզերքը պետք է դիտվի, եւ մենք ենք դիտորդները։ Սա տալիս է մեզ պատասխանատվություն։ Մենք պետք է պահպանենք գիտակցությունը այնքան երկար, որքան հնարավոր է։ Մենք պետք է տարածենք կյանքը այնքան հեռու, որքան կարող ենք։ Մենք պետք է ստեղծենք գիտելիք, պահպանենք այն, փոխանցենք այն ապագա սերունդներին։ Քանի որ վերջապես մութ էներգիան կարող է վերցնել ամեն ինչ մեզանից, բայց այն չի կարող վերցնել այն, ինչ մենք արել ենք։ Այն չի կարող ջնջել այն գիտելիքը, որը մենք ստեղծել ենք։ Այն չի կարող ոչնչացնել այն գեղեցկությունը, որը մենք բերել ենք աշխարհ։ Այն չի կարող հեռացնել այն սերը, որը մենք կիսել ենք միմյանց հետ։ Տիեզերքը կարող է մահանալ, բայց այն, ինչ մենք ենք, մեր մտքերը, մեր երազանքները, մեր ստեղծագործությունները, դրանք հավերժ են։ Ոչ թե այն իմաստով, որ դրանք կտևեն հավերժ ժամանակ, այլ այն իմաստով, որ դրանք իրական են, դրանք կարևոր են, դրանք նշանակություն ունեն։ Եվ վերջապես, գուցե սա է պատասխանը մութ էներգիայի խորհրդին։ Ոչ թե գիտական բանաձև, ոչ թե մաթեմատիկական հավասարում, այլ փիլիսոփայական ըմբռնում։ Տիեզերքը ոչ թե մեքենա է, որը պարզապես գործում է, այնտեղ է, որտեղ իմաստը ստեղծվում է։ Եվ մենք, գիտակցությունները, դիտորդներ ենք այն, ովքեր ստեղծում են այդ իմաստը։ Մութ էներգիան կարող է լինել տիեզերքի եղանակը հիշեցնելու մեզ, որ ոչինչ հավերժ չէ, որ ամեն ինչ փոխվում է, որ նույնիսկ տիեզերքը ինքը ունի սկիզբ եւ վերջ։ Բայց սա չի նշանակում, որ կյանքը անիմաստ է։ Հակառակը, սա նշանակում է, որ կյանքը թանկարժեք է։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր պահ կարևոր է։ Սա նշանակում է, որ մենք պետք է ապրենք լիովին, սիրենք խորը, ստեղծենք համարձակ։ Քանի որ մենք գիտենք, որ ժամանակը սահմանափակ է, մենք գիտենք, որ տիեզերքը չի սպասի մեզ։ Մենք գիտենք, որ եթե մենք ուզում ենք թողնել հետք, եթե մենք ուզում ենք նշանակություն ունենալ, մենք պետք է գործենք հիմա։ Եվ սա, վերջապես, մութ էներգիայի ամենամեծ դասն է։ Ոչ թե վախ, ոչ թե հուսահատություն, այլ հրատապություն։ Հրատապություն ապրելու, սիրելու, ստեղծելու, հասկանալու։ Հրատապություն օգտագործելու այն ժամանակը, որը մենք ունենք, այնքան լավ, որքան կարող ենք։ Քանի որ մութ էներգիան կարող է վերցնել ապագան, բայց այն չի կարող վերցնել ներկան։ Եվ ներկան, այս պահը, հենց հիմա, միակ բանն է, որը մենք իսկապես ունենք։ Բայց եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես չգիտենք։ Մենք չգիտենք, թե ինչու գոյություն ունի մութ էներգիան։ Մենք չգիտենք, թե ինչու դրա քանակությունը հենց այդքան է, որքան այն է։ Եթե մութ էներգիան լիներ միայն փոքր-ինչ ավելի ուժեղ, ընդամենը մի քանի տոկոսով, գալակտիկաները երբեք չէին ձևավորվի։ Աստղերը երբեք չէին ծնվի, երբեք չէին ծնվի։ Մենք երբեք չէին գոյություն ունենա։ Եթե մութ էներգիան լիներ միայն փոքր-ինչ ավելի թույլ, տիեզերքը արդեն կոլապսել էր միլիարդավոր տարիներ առաջ։ Ամեն ինչ կընկներ հետ դեպի մեկ կետ, մեծ կծկման մեջ։ Կրկին, ոչ մի աստղ, ոչ մի մոլորակ, ոչ մի կյանք։ Մութ էներգիան գտնվում է հենց այն նեղ միջակայքում, որը թույլ է տալիս կյանքի գոյություն ունենալ։ Սա պատահականություն է, թե ինչ-որ խորը պատճառ կա։ Օքսֆորդի տեսաբան ֆիզիկոս Ռոջեր Փենրոզը, որը ստացավ Նոբելյան մրցանակ 2020 թվականին սև անցքերի ուսումնասիրության համար, 2025 թվականին առաջարկեց տարօրինակ գաղափար։ Նա ասաց, որ մութ էներգիան կարող է լինել հետք նախորդ տիեզերքից։ Փենրոզի տեսությունը, որը կոչվում է կոնֆորմ ցիկլիկ տիեզերաբանություն, ասում է, որ մեր տիեզերքը միակը չէ։ Նախքան մեր մեծ պայթյունը եղել է այլ տիեզերք։ Այդ տիեզերքը ապրել է իր ամբողջ կյանքը, ծնվել է, ընդարձակվել է, հասել է ջերմային մահվան։ Բայց ջերմային մահվան պահին, երբ ամեն ինչ դարձել է միատեսակ եւ սառը, տիեզերքը կորցրել է իր ժամանակի զգացողությունը։ Եվ երբ տիեզերքը կորցնում է ժամանակի զգացողությունը, ինչ-որ տարօրինակ բան տեղի է ունենում։ Վերջը դառնում է սկիզբ։ Ջերմային մահը դառնում է նոր մեծ պայթյուն։ Եվ ցիկլը սկսվում է նորից։ Փենրոզը հավատում է, որ մութ էներգիան կարող է լինել այն ուժը, որը կապում է այս ցիկլերը։
Այն կարող է լինել հիշողություն նախորդ տիեզերքից, արձագանք, որը տարածվում է ժամանակի միջով։ Սա նշանակում է, որ մեր տիեզերքը կարող է լինել միայն մեկը անվերջ շղթայի մեջ։ Տիեզերքներ, որոնք ծնվում են, ապրում են, մահանում են և վերածնվում են, հավերժ։ Յուրաքանչյուր տիեզերք փոքր-ինչ տարբեր է նախորդից։ Յուրաքանչյուր տիեզերք փորձարկում է տարբեր ֆիզիկայի օրենքներ, տարբեր հաստատուններ, տարբեր հնարավորություններ։ Եվ գուցե, միայն գուցե, որոշ այդ տիեզերքներում կյանքը ոչ միայն ծագում է, այլև զարգանում է այնքան, որ կարողանում է ազդել հաջորդ ցիկլի վրա։ Գուցե բարձր զարգացած քաղաքակրթությունները կարող են թողնել հաղորդագրություններ հաջորդ տիեզերքի համար։ Գուցե նրանք կարող են նույնիսկ ծրագրավորել հաջորդ տիեզերքի ֆիզիկայի օրենքները։ Սա հնչում է ֆանտաստիկ, բայց Փենրոուզը լուրջ գիտնական է, մաթեմատիկական ճշգրտությամբ և տասնամյակների փորձով։ Եվ նրա տեսությունը կանխատեսում է կոնկրետ դիտելի էֆեկտներ տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման մեջ։ Մինչ այժմ այդ էֆեկտները չեն հայտնաբերվել, բայց որոնումը շարունակվում է։ Քեմբրիջի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը նախքան իր մահը 2018 թվականին աշխատում էր այլ գաղափարի վրա։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչպես է տեղեկատվությունը պահպանվում տիեզերքում։ Նրա վերջին հոդվածներից մեկում, որը հրապարակվեց նրա մահից հետո, նա առաջարկեց, որ մութ էներգիան կարող է լինել կապված տեղեկատվության պահպանման հետ։ Հոքինգի գաղափարը բարդ է, բայց էությունը հետևյալն է։ Քվանտային մեխանիկան ասում է, որ տեղեկատվությունը չի կարող ոչնչանալ։ Նույնիսկ եթե դուք այրում եք գիրք, տեղեկատվությունը, որը պարունակվում էր այդ գրքում, դեռ գոյություն ունի մոխրի ատոմների դասավորության մեջ, ծխի մասնիկների շարժման մեջ, ջերմության ճառագայթման մեջ։ Բայց ինչ տեղի է ունենում, երբ տեղեկատվությունը ընկնում է սև անցքի մեջ։ Սև անցքը կլանում է ամեն ինչ։ Եվ երբ սև անցքը գոլորշանում է Հոքինգի ճառագայթման միջոցով, այն արձակում է միայն պատահական ջերմային ճառագայթում։ Ուր է գնում տեղեկատվությունը։ Սա կոչվում է տեղեկատվության պարադոքս։ Եվ Հոքինգը ծախսեց իր կյանքի վերջին տասնամյակները փորձելով լուծել այն։ Նրա վերջին առաջարկը եղավ, որ տեղեկատվությունը պահպանվում է սև անցքի հորիզոնում, երկչափ մակերեսում, որը շրջապատում է սև անցքը։ Եվ եթե սև անցքերը կարող են պահպանել տեղեկատվություն երկչափ մակերեսներում, ապա գուցե ամբողջ տիեզերքը անում է նույնը։ Գուցե մութ էներգիան կապված է տիեզերքի հորիզոնի հետ, այն մին սահմանի հետ, որից այն կողմ մենք չենք կարող տեսնել։ Գուցե տեղեկատվությունը ամբողջ տիեզերքի մասին կոդավորված է այդ հորիզոնում։ Սա կնշանակի, որ մութ էներգիան ոչ թե պարզապես ուժ է, որը հրում է տիեզերքը ընդարձակվելու, այն տեղեկատվության պահեստ է։ Հիշողություն ամեն ինչի մասին, ինչ երբևէ տեղի է ունեցել տիեզերքում։ Մտածեք դրա մասին։ Յուրաքանչյուր մտք, որը դուք երբևէ ունեցել եք, յուրաքանչյուր զգացում, որը դուք երբևէ զգացել եք, յուրաքանչյուր ընտրություն, որը դուք երբևէ կատարել եք։ Բոլորը կոդավորված տիեզերքի հորիզոնում, հավերժ պահպանված մութ էներգիայի մեջ։ Սա կլիներ տեսակ անմահություն։ Ոչ թե այն իմաստով, որ դուք կշարունակեք ապրել հավերժ, այլ այն իմաստով, որ ձեր գոյությունը, այն փաստը, որ դուք եղել եք, մտածել եք, զգացել եք, երբեք չի ջնջվի։ Այն մնում է որպես տեղեկատվություն տիեզերքի հիմնական կառուցվածքում։ Բայց սա միայն ենթադրություն է։ Գեղեցիկ, խորիմաստ, բայց չհաստատված։ Ճշմարտությունն այն է, որ մենք չգիտենք, թե ինչ է մութ էներգիան։ Մենք չգիտենք, թե ինչու է այն գոյություն ունենում։ Մենք չգիտենք, թե ինչ է դրա նպատակը, եթե ընդհանրապես ունի նպատակ։ Եվ գուցե սա ամենակարևոր դասն է, որը մութ էներգիան սովորեցնում է մեզ։ Խոնարհությունը։ Մենք մարդիկ սիրում ենք մտածել, որ մենք հասկանում ենք աշխարհը։ Մենք ստեղծել ենք գիտություն, տեխնոլոգիա, քաղաքակրթություն։ Մենք ուղարկել ենք տիեզերանավեր այլ մոլորակներ։ Մենք բաժանել ենք ատոմը։ Մենք վերծանել ենք գենետիկ կոդը։ Բայց երբ մենք նայում ենք տիեզերք, մենք հայտնաբերում ենք, որ մենք հասկանում ենք ընդամենը 5%-ը։ Մնացած 95%-ը խորհուրդ է։ Մութ նյութ, մութ էներգիա։ Բաներ, որոնց մենք տվել ենք անուններ, բայց չենք հասկանում։ Սա պետք է մեզ դարձնի խոնարհ։ Սա պետք է մեզ հիշեցնի, որ մենք փոքր ենք։ Մենք ապրում ենք փոքրիկ մոլորակի վրա, որը պտտվում է միջին աստղի շուրջ, գալակտիկայի ծայրամասում, տիեզերքի անտեսանելի անկյունում։ Մենք գոյություն ենք ունեցել միայն 200,000 տարի, աննշան կոտորակ տիեզերքի 13 միլիարդ 700 միլիոն տարվա պատմության։ Բայց միևնույն ժամանակ մենք հատուկ ենք։ Մենք միակ էակներն ենք, որքանով որ մենք գիտենք, որոնք կարող են հասկանալ տիեզերքը։ Մենք միակ էակներն ենք, որոնք կարող են հարցնել ինչու։ Մենք միակ էակներն ենք, որոնք կարող են զարմանալ, հիանալ, փնտրել իմաստ։
Կալիֆոռնիայի համալսարանի Բերքլիի աստղագետ Ջիլ Տարտերը, որը նվիրել է իր կյանքը արտերկրային բանականության որոնմանը, մեկ անգամ ասել է ինչ-որ բան գեղեցիկ։ Նա ասաց. «Տիեզերքը այնքան հսկայական է, այնքան հին, այնքան բարդ, որ մենք չպետք է ակնկալենք հասկանալ այն մեր առաջին փորձից։ Մենք նման ենք երեխաների, որոնք նոր սովորում են կարդալ։ Մենք կարող ենք ճանաչել տառերը, բայց մենք դեռ չենք հասկանում պատմությունը։ Բայց երեխաները մեծանում են, նրանք սովորում են, եւ մարդկությունը նույնպես սովորում է։ Յուրաքանչյուր սերունդ գիտի ավելին, քան նախորդը։ Յուրաքանչյուր սերունդ տեսնում է ավելի հեռու, հասկանում է ավելի խորը։ 1600 թվականին Գալիլեո Գալիլեյը ուղղեց իր հեռադիտակը երկինք եւ տեսավ, որ Լուսինը ունի լեռներ, որ Յուպիտերը ունի լուսիններ, որ Ծիրկաթը բաղկացած է անհամար աստղերից։ Սա փոխեց ամեն ինչ։ Սա ցույց տվեց, որ երկինքը ոչ թե կատարյալ է, այլ նման երկրին, լի անկատարություններով, բայց նաև հրաշքներով։ 1929 թվականին Էդվին Հաբլը հայտնաբերեց, որ գալակտիկաները հեռանում են մեզանից։ Սա ցույց տվեց, որ տիեզերքը ոչ թե ստատիկ է, այլ ընդարձակվում է։ Սա ցույց տվեց, որ տիեզերքը ունի պատմություն, սկիզբ, միջին եւ հավանաբար վերջ։ 1965 թվականին Արնո Փենզիասը եւ Ռոբերտ Ուիլսոնը հայտնաբերեցին տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը։ Սա ցույց տվեց, որ մեծ պայթյունը իրական էր։ Սա ցույց տվեց, որ տիեզերքը մեկ անգամ եղել է անհավատալի տաք եւ խիտ եւ դանդաղորեն սառել եւ ընդարձակվել է այն տիեզերքի, որը մենք տեսնում ենք այսօր։ 2011 թվականին Սոլ Պերլմուտերը, Բրայան Շմիդտը եւ Ադամ Ռիսը հայտնաբերեցին մութ էներգիան։ Սա ցույց տվեց, որ տիեզերքը ոչ միայն ընդարձակվում է, այլև արագանում է։ Սա ցույց տվեց, որ մենք ապրում ենք տիեզերքում, որը լի է խորհուրդներով, որոնք մենք դեռ չենք հասկանում։ Եվ հիմա 2026 թվականին մենք կանգնած ենք նոր սեմի վրա։ Ջեյմս Ուեբի հեռադիտակը, Եվկլիդ Արբանյակը, Վերա Ռուբին աստղադիտարանը բոլորը հավաքում են տվյալներ, որոնք կփոխեն մեր հասկացողությունը մութ էներգիայի մասին։ Հաջորդ տասնամյակում մենք կսովորենք ավելին մութ էներգիայի մասին, քան մենք սովորել ենք վերջին 25 տարիների ընթացքում։ Գուցե մենք կհայտնաբերենք, որ մութ էներգիան հաստատուն է, կոսմոլոգիական հաստատուն, ինչպես Այնշտայնը առաջարկել էր։ Գուցե մենք կհայտնաբերենք, որ այն փոխվում է ժամանակի ընթացքում, դինամիկ դաշտ, որը էվոլյուցիայի է ենթարկվում։ Գուցե մենք կհայտնաբերենք, որ այն ընդհանրապես իրական չէ, միայն ցնորք, որը ծագում է տարածության երկրաչափությունից։ Կամ գուցե մենք կհայտնաբերենք ինչ-որ բան ամբողջովին անսպասելի։ Ինչ-որ բան, որը կփոխի ոչ միայն մեր հասկացողությունը մութ էներգիայի մասին, այլև մեր հասկացողությունը տիեզերքի, իրականության, գոյության մասին։ Սա է գիտության գեղեցկությունը։ Մենք չգիտենք, թե ինչ կգտնենք։ Մենք չգիտենք, թե ինչ կսովորենք, բայց մենք շարունակում ենք փնտրել, շարունակում ենք հարցնել, շարունակում ենք զարմանալ։ Եվ այս զարմանքը, այս հարցերը, սրանք են այն, ինչ մեզ դարձնում է մարդ։ Ոչ թե մեր պատասխանները, այլ մեր հարցերը։ Ոչ թե այն, ինչ մենք գիտենք, այլ այն, ինչ մենք ուզում ենք իմանալ։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Ես ասացի ձեզ, որ այս պահին, երբ դուք նստած եք եւ լսում այս խոսքերը, ձեր մարմնի յուրաքանչյուր ատոմ շարժվում է տիեզերքում հսկայական արագությամբ։ Երկիրը պտտվում է, մոլորակը պտտվում է արեգակի շուրջ, արևային համակարգը սլանում է գալակտիկայի միջով, գալակտիկան շարժվում է տիեզերքի խորքերի ուղղությամբ։ Բայց կա եւս մեկ շարժում, որը ես չնշեցի։ Տիեզերքը ինքը շարժվում է ժամանակի միջով։ Յուրաքանչյուր վայրկյան տիեզերքը դառնում է մի փոքր ինչ ավելի հին։ Յուրաքանչյուր վայրկյան աստղերը այրում են իրենց վառելիքի մի փոքր ինչ ավելին։ Յուրաքանչյուր վայրկյան մութ էներգիան հրում է գալակտիկաները մի փոքր ինչ ավելի հեռու։ Եվ յուրաքանչյուր վայրկյան դուք ապրում եք, դուք շնչում եք, դուք մտածում եք, դուք զգում եք, դուք գոյություն ունեք։ Սա հրաշք է։ Ոչ թե այն իմաստով, որ այն խախտում է ֆիզիկայի օրենքները, այլ այն իմաստով, որ այն անհավատալի է։ Անհավատալի, որ տիեզերքը, այս հսկայական, սառը, անտարբեր տիեզերքը ստեղծել է պայմաններ, որոնք թույլ են տալիս ձեզ գոյություն ունենալ։ Անհավատալի, որ ատոմները, որոնք ձևավորվել են աստղերի սրտում միլիարդավոր տարիներ առաջ, հավաքվել են այնպես, որ ստեղծել են ձեզ։ Անհավատալի, որ այդ ատոմները կազմակերպվել են այնպես, որ դուք կարող եք մտածել, զգալ, սիրել, երազել։ Անհավատալի, որ դուք, փոքրիկ կազմակերպություն ատոմների, կարող եք հասկանալ տիեզերքը, որը ձեզ ստեղծել է։ Դուք կարող եք նայել աստղերին եւ հասկանալ, թե ինչ են դրանք։ Դուք կարող եք ուսումնասիրել մութ էներգիան եւ փորձել հասկանալ դրա բնույթը։ Սա նշանակում է, որ դուք, որոշ իմաստով, տիեզերքի եղանակ եք ինքն իրեն հասկանալու։
Դուք տիեզերքի մի մասն եք, որը դարձել է գիտակից։ Դուք տիեզերքի մի մասն եք, որը կարող է զարմանալ իր սեփական գոյության վրա։ Ամերիկացի աստղագետ Կարլ Սեյգանը մեկ անգամ ասել է. «Մենք աստղերի նյութից ենք։ Մենք տիեզերքի եղանակն ենք ինքն իրեն ճանաչելու»։ Սա ճշմարիտ է, բայց սա նաև նշանակում է, որ երբ մենք մահանում ենք, երբ մեր ատոմները ցրվում են, երբ մեր գիտակցությունը դադարում է, տիեզերքը կորցնում է մի փոքր-ինչ իր ինքնագիտակցությունը։ Սա տալիս է մեզ պատասխանատվություն։ Մենք պետք է պահպանենք գիտակցությունը։ Մենք պետք է պահպանենք կյանքը։ Մենք պետք է պահպանենք զարմանքը, հարցերը, փնտրտուքը։ Քանի որ եթե մենք չանենք, ով կանի։ Եթե մենք թույլ տանք, որ մարդկությունը ոչնչանա, ատոմային պատերազմով, կլիմայական աղետով կամ պարզապես անտարբերությամբ, ապա տիեզերքը կորցնում է ինչ-որ բան թանկարժեք։ Այն կորցնում է դիտորդ, հասկացող, գնահատող։ Բայց եթե մենք գոյատևում ենք, եթե մենք տարածվում ենք աստղերի միջև, եթե մենք շարունակում ենք սովորել եւ հասկանալ, ապա մենք տալիս ենք տիեզերքին նպատակ։ Մենք տալիս ենք դրան իմաստ։ Մութ էներգիան կարող է վերջապես հանգեցնել տիեզերքի մահվան, բայց մինչ այդ մենք ունենք ժամանակ։ Տրիլիոնավոր տարիներ, եթե մենք խելացի ենք։ Միլիարդավոր տարիներ, եթե մենք ավելի քիչ խելացի ենք։ Բայց նույնիսկ միլիոնավոր տարիներ, սա անհավատալի հնարավորություն է։ Մտածեք, թե ինչ կարող ենք մենք անել միլիոն տարիների ընթացքում։ Մենք կարող ենք տարածվել հազարավոր աստղային համակարգերի։ Մենք կարող ենք ստեղծել քաղաքակրթություններ, որոնք մենք այժմ չենք կարող նույնիսկ պատկերացնել։ Մենք կարող ենք լուծել խորհուրդները, որոնք այժմ թվում են անլուծելի։ Մենք կարող ենք հասկանալ մութ էներգիան։ Մենք կարող ենք սովորել շահագործել այն։ Մենք կարող ենք նույնիսկ սովորել վերահսկել այն։ Կամ գուցե մենք կհասկանանք, որ մութ էներգիան ոչ թե թշնամի է, որին պետք է հաղթել, այլ ուսուցիչ է, որից պետք է սովորել։ Գուցե մութ էներգիան սովորեցնում է մեզ, որ ոչինչ հավերժ չէ, որ ամեն ինչ փոխվում է, որ միակ հաստատունը փոփոխությունն է։ Եվ գուցե սա լավ բան է, քանի որ եթե ոչինչ երբեք չփոխվեր, եթե տիեզերքը հավերժ մնար նույնը, ապա ոչինչ նոր երբեք չէր տեղի ունենա։ Ոչ մի նոր աստղ չէր ծնվի, ոչ մի նոր կյանք չէր ծագի, ոչ մի նոր մտք չէր մտի, նոր մտք չէր մտածվի։ Փոփոխությունը, նույնիսկ փոփոխություն, որը հանգեցնում է մահվան, անհրաժեշտ է կյանքի համար։ Քանի որ կյանքը ինքը փոփոխություն է, կյանքը աճ է, էվոլյուցիա, վերափոխում։ Եվ գուցե սա վերջնական պատասխանն է մութ էներգիայի խորհրդին, ոչ թե գիտական բացատրություն, ոչ թե մաթեմատիկական բանաձև, այլ փիլիսոփայական ըմբռնում։ Մութ էներգիան տիեզերքի եղանակն է հիշեցնելու մեզ, որ մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում, որ ոչինչ հավերժ չէ, որ յուրաքանչյուր պահ թանկարժեք է, քանի որ այն երբեք չի կրկնվի։ Սա տալիս է մեզ ընտրություն։ Մենք կարող ենք վախենալ փոփոխությունից, դիմադրել դրան, փորձել կանգնեցնել այն, կամ մենք կարող ենք ընդունել փոփոխությունը, սովորել դրանից, աճել դրա միջոցով։ Մենք կարող ենք վախենալ մութ էներգիայից, վախենալ տիեզերքի վերջնական ճակատագրից, կամ մենք կարող ենք գնահատել այն ժամանակը, որը մենք ունենք, օգտագործել այն իմաստալից, ապրել լիովին։ Քանի որ վերջապես մութ էներգիան չի վերցնում ներկան մեզանից, այն միայն հիշեցնում է մեզ, որ ներկան, այս պահը, հենց հիմա, միակ բանն է, որը մենք իսկապես ունենք։ Եվ այս պահին դուք ապրում եք, դուք գոյություն ունեք։ Դուք մաս եք տիեզերքի, որը զարմանում է իր սեփական գոյության վրա։ Սա բավական է։ Սա ավելին է, քան բավական։ Սա հրաշք է։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Ես ասացի ձեզ, որ աստղագետները հայտնաբերել են, որ տիեզերքը մահանում է ավելի արագ, քան մենք կարծում էինք։ Սա ճիշտ է, բայց սա ոչ թե վախի պատճառ է, այլ հրատապության։ Հրատապություն ապրելու, հրատապություն սիրելու, հրատապություն ստեղծելու, հրատապություն հասկանալու։ Քանի որ մենք ապրում ենք հազվագյուտ պահին, մենք ապրում ենք այն ժամանակ, երբ տիեզերքը լի է աստղերով, գալակտիկաներով, հրաշքներով։ Մենք ապրում ենք այն ժամանակ, երբ կյանքը հնարավոր է, գիտակցությունը հնարավոր է, հասկացողությունը հնարավոր է։ Միլիարդավոր տարիներ անց ինչ-որ մեկը, եթե ինչ-որ մեկը մնա, կնայի հետ այս ժամանակաշրջանին եւ կզարմանա։ Նրանք կզարմանան, թե ինչպես էր հնարավոր, որ տիեզերքը մեկ անգամ այդքան կենդանի էր, այդքան լի էներգիայով, այդքան լի հնարավորություններով։ Եվ մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում։ Մենք ենք այն բախտավորները, ովքեր տեսնում են տիեզերքը դրա փառքի մեջ։ Այսպիսով, երբ դուք նայում եք երկինք այսօր գիշեր, երբ դուք տեսնում եք աստղերը, հիշեք սա։ Այդ աստղերը հեռանում են։ Յուրաքանչյուր վայրկյան մութ էներգիան հրում է դրանք ավելի հեռու։ Մի օր դրանք կլինեն այնքան հեռու, որ նրանց լույսը երբեք չի հասնի մեզ։ Բայց այսօր, այս գիշեր, այս պահին դրանք այստեղ են, դրանք փայլում են, եւ դուք կարող եք տեսնել դրանք։ Սա նվեր է,
Սա հրաշք է։ Սա պահ է, որը երբեք չի կրկնվի։ Ապրեք այն, գնահատեք այն, հիշեք այն։ Քանի որ մենք ապրում ենք տիեզերքում, որը մահանում է, բայց մենք նաև ապրում ենք տիեզերքում, որը կենդանի է։ Եվ այդ կյանքը, ձեր կյանքը, իմ կյանքը, բոլոր մեր կյանքերը այն է, ինչ տալիս է տիեզերքին իմաստ։ Մութ էներգիան կարող է վերցնել ապագան, բայց այն չի կարող վերցնել հիմա։ Եվ հիմա այս